Տիր մեդիան ներկայացնում է։ Ողջույն սիրելի հետևորդներ, Տիր մեդիայի եթերում հարցեր ապագայից հաղորդումն է։ Ես Նիկա Իսրայելյանն եմ։ Այսօր ես ու իմ ընկերները փորձելու ենք գտնել այն հարցերի պատասխանները, որոնցից իրականում կախված է մեր վաղվա օրը։ Մենք պատանիներս ուզում ենք հասկանալ, ինչպիսին է լինելու մեր ապագա Հայաստանը եւ որքանով այն կլինի անվտանգ, արդար ու հզոր բոլորիս համար։ Այսօր խոսելու ենք ամենակարևոր թեմաներից։ Սկսած առաջիկա ընտրություններից վերջացրած այն մեծ մարտահրավերներով, որոնց առաջ կանգնած է մեր երկիրը։ Մեր այսօրվա հյուրն է Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը։ Պարոն Պապյան, շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու եւ հենց մեր երիտասարդներից հուզող հարցերին պատասխանելու պատրաստության համար։ Ինչպիսին եք դուք 14 տարեկանում եւ ինչ երազանքներ ունեիք։ 14 տարեկանում, ինչպես երևի այդ տարիքի բոլոր երիտասարդներն են լինում, շատ հետաքրքրասեր էի, սիրում էի կարդալ, միևնույն ժամանակ այն ժամանակ շատ տարածված էր բակերում խաղալ, եւ մենք ժամեր էինք անցկացնում, եթե չասեմ գրեթե ամբողջ գիշեր խաղում էինք։ Լավ մանկություն եմ ունեցել, պատանեկություն եմ ունեցել, լավ դպրոց էր, որը մեզ ուսուցանել է, դա Երևանի հայտնի համար 114 դպրոցն է, բայց կարծում եմ, որ ինձ համար հիմնականը դա այն հետաքրքրասիրությունն էր, որ իծնային մեջ կար, եւ հատկապես հետաքրքրությունը հայ ժողովրդի պատմության, նրա քաղաքական պատմության նկատմամբ, իհարկե այդ ժամանակ շատ ավելի գեղարվեստական գրքեր, պատմավեպեր էի կարդում դրա մասին, քան ուսումնասիրություններ, բայց աստիճանաբար նաեւ տարիքի հետ միասին սկսեցի լուրջ գիտական գրականություն կարդալ եւ ես կարծում եմ, որ ցանկացած գիտելիք, հատկապես այդ տարիքում, դեռահասության տարիքում ստացած, միշտ էլ մնում է եւ օգտակար է։ Եղել է ձեր կյանքում մի բեկումնային պահ, որ ամբողջությամբ փոխել է ձեզ։ Այո, եղել է, դա ըստ էության դպրոցի ավարտական տարիներ, 10-րդ դասարան էի, եւ մինչ այդ ես ուզում էի զբաղվել կինեմատոգրաֆիայով, ահագին բաներ էի ուղղությամբ արել, նկարահանումներ անել, այն ժամանակ չկար այս թվային տեխնիկան, այլ ժապավեններ, ես նկարահանում էի, ես դրանք մշակում էի եւ այլն, բայց 10-րդ դասարանում մեջս ինչ-որ մի բան փոխվեց ու ես որոշեցի դառնալ միջին արևելքի մասնակետ, հատկապես զբաղվել Թուրքիայով։ Ու երբ որ ես գնացի արվեստագիտության ֆակուլտետ իմ գործները հանձնելու, խոսեցի այնտեղ այդ հանձնաժողովի մեջ մի կին կար, հետո պարզվեց, որ դա Մերի Քոչարն է, ֆակուլտետի դեկանը, որին բնականաբար չէի ճանաչում, խոսեցինք եւ նա խորհուրդ տվեց, որ ես իրանագիտության բաժին ընդունվեմ, պարսկերեն, որովհետեւ ասաց քեզ համար հեշտ կլինի սովորել նաեւ թուրքերենը դրա հետ միասին եւ լավ մասնագետ կլինես, դրա համար ուզում եմ ասեմ այդ 10-րդ դասանում արվեստագիտություն, որը բերեց արդեն միջազգային հարաբերությունների, որտեղ այդ ժամանակ արվեստագիտության ֆակուլտետը միակն էր սովետական Հայաստանում, որ քաղաքական ինչ որ ուղղվածություն ուներ, ուսումնասիրում էին գոնե միջին արևելքը եւ դրանից էլ արդեն իմ ճակատագիրը հետագայում զարգացավ այնպես, ինչպես զարգացավ։ Այո, 10-րդ դասանի այդ ընտրություններ գնալ, դառնալ միջին արևելքի մասնագետ։ Ունեցել եք վախեր, որոնք ստիպված եք եղել հաղթահարել։ Բնականաբար վախ չունի այն մարդը, որը իրականությունից կտրված է, բայց որ ասեմ շատ տարօրինակ կերպով, շատ ավելի լուրջ վտանգավոր պահերի վախի զգացում չեմ ունեցել, մասնավորապես ես 3 տարի մասնակցել եմ աֆղանական պատերազմին, 2 անգամ պաշտոնապես զոհված եմ հայտարարվել, մի անգամ մեր ուղղաթիռն են խփել եւ ուղղաթիռը ընդհանրապես որ սկսում այրվել 30 վայրկյանից ավել չի տևում, բայց բացառիկ բան էր, որ միլիոնից մի դեպք ալնում, որ դրանից հետո չայրվեց ուղղաթիռը, բայց ես հիշում եմ, որ այդ ամենավտանգավոր պահին ես վախի զգացողություն չունեի։ Ես մտածում եմ, հիմա որ իջնենք ներքև,
ձեռքիս այդ ուսապարկը շատ ծանր էր, ոնց պիտի այս ուսապարկը քաշ տամ, ավելի շատ։ Հետո երբ որ արդեն իջանք ներքև, նոր հասկացա, այսինքն այդ վախը մեջս եղավ։ Բայց ես ավելի շատ հիմա վախեր ունեմ ոչ այդքան անձնական, որքան Հայաստանի ապագա ճակատագրի, այն մարտահրավերների, այն փորձանքների, որ կախված է մեր երկրի գլխին։ Ինչն է ձեզ ուժ տալիս չհանձնվելը նույնիսկ ամենադժվար պահերին։ Հավատը, ես նկատի չունեմ կրոնական հավատը, համոզումը, որ եթե դու պայքարում ես, ապա անպայմանորեն արդյունք կլինի։ Ես ինքս իմ կյանքում տարիներ շարունակ շատ ուղղությաններ եմ զարգացրել, գնացել եմ, շատերը չեն հավատացել դրան, շատերը հավատացել են ու ես այդ պայքարում տեսել եմ արդյունք կա։ Չկա հաղթանակ առանց պայքարի։ Եվ այդ համոզումը ինձ ուժ է տալիս, բացի այդ ես իմ ճանապարհին հանդիպել եմ եւ հանդիպում եմ մարդկանց, ովքեր շատ նվիրված մարդիկ են, եւ դա էլ ինձ ուժ է տալիս։ Մյուս կողմից, գիտեք, օրինակ, երբ որ ասում են եւ շատերը կասում են, որ դե գիտես, բապ, քեզ պետք է այսինչ հարցով, այնինչ հարցով զբաղվել, վտանգում ես կյանքդ, վտանգում ես քո բարությունը եւ այլն, ես միշտ մտովի համատում եմ իմ այդ ճակերտավոր վտանգները, այն վտանգների հետ, որ մարդիկ, հատկապես շատ երիտասարդներ ունեցել են, անցել են, պատերազմի դաշտով դրա մեջ կորուստներ են ունեցել, դրա համար այդ հենց է նաեւ համեմատությունը, մարդ պիտի, այսպես ասած, ինքը իրենից ամաչի համեմատելու իր դժվարությունների տարբեր մարդկանց լրջագույն խնդիրների հետ եւ այդ բոլորը միասին ինձ ուժ է տալիս պայքարը շարունակելու։ Որն է ձեր ամենասիրելի կենդանի եւ ինչ դեր ունեն կենդանիները ձեր կյանքում։ Շատ եմ սիրում փղերին։ Բնականաբար դες փիղ չունենք տունը, բայց փիղը շատ հետաքրքիր կենդանի է։ Փիղը իր այդ սոցիալական, ընտանեկան կերպով որ կա, մյուս կողմից փիղը ուժեղ կենդանի է, բայց այդ ուժեղ լինելու հետ միասին շատ բարի կենդանի է եւ չկա փղի մեջ նենգություն։ Անկամ փիղը երբ որ զգում է որ կարող է բոլորին ճնշել, թեկուզ էլի մեծանի չափով, իր բարությունը գերիշխում է։ Կարծում եմ փղերը այդ առումով շատ հետաքրքիր կենդանիներ են։ Ինչ է ձեր համար նշանակում արժանապատվություն բառը։ Արժանապատվությունը դա այն է, որ կյանքդ այնպես պիտի ապրես, որ վերջին օրը երբ որ գա, չգիտենք ինչա վերջին օրը եւ չգիտենք դրանից հետո ինչ կա, որևէ մեկը չի վերադարձել այդ վերջից հետո, որ իմանանք, բայց այնպես պիտի արժանապատիվ ապրես, որ քեզանից հետո քեզ հիշեն բարի խոսքով եւ դու թողես քո հայրենիքին, երկրին, ընտանիքին, մոտիկներին, հարազատներին պատվավոր անուն եւ գործ, որը հենց այդ արժանապատվության հիմքն է։ Մարդիկ դրանով հպարտանան քո համար։ Ինչն է ամենադժվարը քաղաքականության մեջ։ Գայթակղություններին չենթարկվելը։ Գիտեք, շատերին թվում է, որ քաղաքականության մեջ ամենավտանգավոր բանը դա սպառնալիքն է, վտանգները, որ կան։ Հատկապես Հայաստանի նման երկրում, որոշ երկրներում ավելի շատ, որոշ երկրում ավելի քիչ այդ վտանգները կան։ Միշտ քեզ ճնշում են, հարազատներից ճնշում են, սկսած, չգիտեմ, հարկայինից ու մաքսայինից վերջացած տան բաներով։ Բայց ամենավտանգավորը եւ ամենամեծ, այսինքն փորձություն դա գայթակղությունն է։ Գայթակղությունը, երբ որ ու ես դա շատ եմ տեսել եմ նաեւ մարդիկ չեն դիմանում, երբ որ քեզ գայթակղում են լավ պաշտոններով, գայթակղում են փողով, դու պիտի հավատարիմ մնաս, շատ դժվար է։ Եվ փորձը ցույց է տալիս, որ մարդիկ սպառնալիքների շատ ավելի հեշտ են դիմանում, քան գայթակղությունների։ Գայթակղությունը այն օծն է Աստվածաշնչի, որը համոզելով է հաստում քո ուզածը։ Քեզ թվում է, որ դու անում ես քո ուզածը, բայց գայթակղությունն է, որ դու անում ես դիմացինիդ։ Ի վերջո, որ ասում է սատանան գալու է գայթակղության տեսքով,
պատահական խոսք չի այդտեղ։ Շատերը կարծում են, որ հայկական քաղաքական դաշտում բոլորն իրար նման են։ Որն է ձեր սկզբունքային տարբերությունը։ Չէ, իրար նման չեն, մեծ տարբերություն կա աշխարհաքաղաքական կողմնորոշումների մեջ, կա ձևական կողմնորոշում, կա իրական կողմնորոշում, դա էլ կա, բայց ազգային ժողովրդական բևեռը մեծապես տարբերվում է բոլորից, տարբերվում է իր շատ կարևոր հարցերի նկատմամբ ունեցած հիմնարար տարբերությամբ, մասնավորապես մենք գտնում ենք, որ Հայաստանը առաջին հանրապետության Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդն է, որը մեծ հնարավորություն է տալիս եւ տալու նախ դիմակայելու Ադրբեջանի նկարտումներին մեր նկատմամբ, այդ թվում ֆինանսական եւ տարածքային, որովհետեւ այս 19 կուսակցությունը եւ դաշինքը կուսակցությունը, որ մասնակցում են, որևէ մեկը դա այդ հարցի պատասխանը չի տալի բացի մեզնից։ Իսկ ինչպես է դիմագրավելու Ադրբեջանի արդեն իսկ իրավարարության միջազգային դատարան ներկայացրած օրինակ հայցերին, այնտեղ առնվազն 2 հայց կա, ինչպես է լուծելու Հայաստանի անվտանգության հարցը։ Մենք սկզբունքային եւ արմատապես ենք այդ խնդիրների լուծումը տեսնում եւ դա կարող ենք անել։ Ոմանք դա ձև են անում, թե որ իբր թե լուծում է, որովհետեւ ընդամենը մի քանի տարվա լուծում է եւ ցավոք սրտի մարդկանց մեծ մասը, քանի որ ապրում է մի քանի տարվա հեռանկարով, ինքը չի կարողանում զանազանել տևական կայուն անվտանգության ու բարեկեցության հարցը առերես շատ ավելի այսպես վառ երևացող, բայց կարճաժամկետ խնդրի լուծումներին։ Դրա համար մենք կարծում ենք, որ մենք շատ հարցերով այո տարբեր ենք, անվտանգության հարցով, երկրի ապագայի հարցով, նաև ուզում եմ նշել, որ մենք այն քաղաքական ուժն ենք եւ ենք, որ ճիշտ կանխատեսումները արել բավականին, ցավոք սրտի երբեմն այդ կանխատեսումները եղել են վատ զարգացումների մասին, բայց դա մենք դա անում ենք, որպեսզի իշխանությունները դա հասկանալով պատրաստվեն, չպատրաստվեցին։ Հիմա էլ նաև մեր կանխատեսումները այնպիսին են, որ աշխարհական փոփոխությունները առաջիկայում մեծ հնարավորություններ են ստեղծելու Հայաստանի Հանրապետության համար, բայց մեզ դեռ մի քանի տարի դիմանալ է պետք, շատ չէ 2-3 տարի, բայց այդ ընթացքում պետք է որպեսզի Հայաստանը եւ հայերը չփակեն հնարավորությունների դուռը դեպի ուր ցավոք սրտի ներկայ իշխանությունները տանում են Հայաստանը։ Ունեք սխալներ, որոնց համար այսօր զղջում եք։ Իհարկե ունեմ սխալներ եւ տարիքի հետ միասին ավելի ու ավելի սխալի ըմբռնումը գնում է ինձ համար ժամանակի կորուստի եւ վատման առումով, որ ես հիմա հետ եմ նայում, որ կարող է ինչ-որ բաների վրա ժամանակ չծախսել, ինչ-որ բաներ արած չլինեի, նկատի չունեմ արած չլինեի, որ վատ բաներ եմ արել, հալև ապարդյուն է անցել, գիտեք, տարիք հետ միասին հասկանում ես, որ քո ժամանակը խիստ սահմանափակ է, եւ միակ բանը, որը դու չես կարող հետ բերել, չես կարող գնել, չես կարող փող վերցնել, դա ժամանակն է։ Երբ որ Սթիվ Ջոբսը մահանում էր, նա ասեց, ես աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն եմ, ես կարող եմ գնել ամեն ինչ, բայց ես չեմ կարող գնել հենց այդ ժամանակը, որը բարձ ասած կյանքն է, որովհետև մենք չենք մահանում մի անգամից, այլ եթե դուք ավազի ժամացին նայեք, ոնց ասենք փոքր ավազը հատիկը հատ ընկնում, այդ ամեն մի ընկածը փոփոխություն ցույց չի տալիս, որտեղ ինքը այնքան փոքր է։ Բայց ինչ որ մի ժամանակ հետո տեսնում ես վերևը դատարկ է, ներքևը լցված է։ Նույնն էլ կյանքն է։ Մենք որ ապրում ենք, այդ միանգամից չի անցնում մեր ժամանակը, որը կյանքն է, այլ այսպես դանդաղ, հաճախ աննկատ, այլ զղջում ես, որտեվ ինչ որ բաների վրա, ինչ որ մարդկանց համար ժամանակներ ես ծախսել, որը անիմաստ է անցել, բայց մյուս կողմից էլ հասկանում ես, որ առանց դրա հնարավոր չի։ Այսինքն դու ինչ իմանաս, որը կլինի արդյունավետ կամ ով կլինի
երախտամոռ, ով կլինի շնորհակալ հարածիդ համար, դու անում ես, հետո կյանքը ցույց է տալիս, բայց ամեն դեպքում էլի ցավալի է։ Հնարավոր է քաղաքականության մեջ մնալ ազնիվ։ Այո, հնարավոր է մնալ ազնիվ։ Եվ ընդհանրապես պիտի ասել, որ քաղաքականության մեջ նույնքան անազնվություն կա, ինչքան այլ, ասենք, մասնագիտությունների կամ զբաղմունքների մեջ։ Մի կարծեք, օրինակ, բժիշկներն ավելի ազնիվ են, քան քաղաքական գործիչները կամ անգամ ուսուցիչները։ Չէ՞ որ այնքան անազնվության դեպքեր կա։ Ավելին ասեմ, եթե երկիր իսկապես ժողովրդավար է, քաղաքականության մեջ քեզ հարկադրում են դու ազնիվ մնաս, որտեղ ցանկացած անազնվություն բացահայտվում է։ Ես նկատեմ ժողովրդավար երկրում, որտեղ իսկապես խոսքի ազատություն կա։ Հիմա մեկին քննադատում ես, որ օրինակ կինը յուրացրել է պետական միջոցները, ասում են դե ինչ ես մտնում իր անձնական կյանքի մեջ, կներեք, անձնական կյանքի մեջ չի, դա հարկատուի փողերն է։ Այսինքն քո ազնվությունը, որ դու օգտագործում ես ուրիշի անազնվությունը բացահայտելու համար, հաճախ հասարակությունները դեռ հասու չեն այդ ամբողջը հասկանալու, բայց հնարավոր է մնալ, այո, հնարավոր է։ Ուրիշ բան, որ քաղաքականություն ինքը շատ բարդ գործունեություն է, տարբեր բաղադրիչներ ունի եւ քաղաքականության մեջ սխալվելը շատ ավելի հեշտ է, թեև մի դասական ասում էր, դե քաղաքականությունը հեշտ բան է, քաղաքականությունը հեշտ բան չի։ Զբաղվելը գուցե հեշտ է, բայց եթե դու ուզում ես ոչ միայն զբաղվես, այլ նաև դրական արդյունք տաս, կրկնում եմ, քանի որ այնքան գործոններ կա, տնտեսական, քաղաքական, ռազմական, աշխարհագրական, պատմական, այդ ամբողջ գործոնները դու պետք է կարողանաս հաշվի առնել եւ կանխատեսել։ Ընդհանրապես կառավարել նշանակում է կանխատեսել։ Իսկ կանխատեսել կարող է միայն այն անձը, որ քաղաքականությունը ճիշտ է հասկանում, իսկ ճիշտ հասկանալն էլ արդեն հսկայական մեծ, այսպես խարիսխ է դրա համար պետք գիտելիքի եւ փորձի։ Այսօր Հայաստանում կա իրական խոսքի ազատություն։ Կա մասնակի ազատություն, որովհետեւ խոսքի ազատությունը այն չէ, որ դու մի բան ես ասում, այլ այն է, իշխանությունները քեզ ինչքանով են լսում, որովհետեւ եթե դու քո համար խոսում ես, գրում ես, իսկ իշխանությունը բանի տեղ չի դնում քո ասածը, դա արդեն խոսքի ազատություն չի։ Բայց նաև պիտի ասենք, որ գնալով այդ ազատությունը կրճատվում է։ Ազգային ժողովրդավարական բևեռի շատ անձինք խոսքի համար, սեփական կարծիք արտահայտելու համար եւ քրեական եւ քաղաքացիական պատիժների են ենթարկվել։ Օրինակ ես տարիներ առաջ ինձ 700,000 դրամի տուգանք էին գրել, ինչ որ Facebook-ում մի քննադատական բան գրելու համար։ Ես փաստաբան վարձեցի եւ ապացուցեցի եւ չկարողա որ ես ճիշտ եմ, այսինքն դա խոսքի ազատության շրջանակում է։ Բայց գիտեք, հենց դա որ դու պիտի ծախս անես, ժամանակ ծախսես, մտնես պետության դեմ պայքարի, դա արդեն ազատության սահմանափակում է, որովհետեւ հաջորդ անգամ դու ինքդ մտածում ես արժե ես բանը գրեմ, թե լավ ավելորդ ոչ ժամանակ ծախսեմ, ոչ էլ փող ծախսեմ, չգրեմ։ Եվ իշխանություն, երբ որ հաճախ այդ տուգանքները դնում է կամ պատիժները, ինքը լավ է հասկանում, որ դատարանում պարտվելու է, բայց միևնույն ժամանակ ինքը լավ է հասկանում, որ քո օրինակը քեզ եւ կողքից դրա մասին իմացողներին զսպելու է։ Մարդ ենթագիտակցորեն բնական խուսափելու է զանազան տհաճ իրավիճակներից։ Կա խոսքի մասնակի ազատություն, որը գնալով սահմանափակվում է, եւ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, շատ ավելի կսահմանափակվի։ Թեև ցավոք սրտի նաեւ վստահ չեմ, որ այլ ուժեր էլ ընտրվեն, էլի չի սահմանափակվի։ Միակ ուժը, որ իսկապես կարող է ապահովել խոսքի կատարյալ ազատություն, դա ազգային ժողովրդավարական բևեռն է։ Ովքեր չեն հավատում, թող հետևեն ամեն 5 շաբթի օրը մեր ուղիղ եթերներին, մենք միակ քաղաքական կազմակերպությունն ենք եղել, որ ուղիղ եթերով ամեն շաբաթվա մեջ 1 օր հատկացրել ենք, որ ամեն մարդ կարող զանգեր եւ ուղիղ եթերով հարցեր տալ, ել չեմ ասում, որ մեր այդ հաղորդումները վարողը Հերմեն Մկրտչյան շատ ավելի
խիստ հարցեր էր տալի եւ շատ ավելի հակադրվում ու հակաճառնում էր, քան կարող էր դա անել մեկ այլ անգամ ընդդիմադիր դաշտի պատգամավոր, մեզ ընդդիմադիր դաշտի պատգամավոր։ Ինչ կպատասխանեք այն մարդկանց, ովքեր վերջնականապես հիասթափվել են ընդդիմությունից։ Գիտեք, ընդդիմությունից հիասթափվել են, թող իրենք դառնան ընդդիմություն։ Թող իրենք անեն ավելի լավը, այն ինչ որ համարում են, որ ընդդիմությունը սխալ է։ Ես չեմ ընդունում այն տեսակը, որ մեկ-մեկ շուտ հրահանգներ են տալիս, սա արեք, այսպես մի արեք, լավ չարեցիք, վատ արեցիք։ Մենք իրանց գլադիատորը չենք։ Իրանք մեզ չեն վարձել այդ գործը անելու համար։ Մենք կամավոր մտել ենք պայքարի մեջ, մեր հայրենիքի համար, հաճախ իրենց համար, իրենց զավակների համար, հետևաբար անում ենք ինչ որ կարող ենք։ Գուցե շատ բան չեն կարողանում հաճախ անել, որտեղ մեր հնարավորություններն ու մեր ցանկությունները չեն համապատասխանում։ Բայց մենք բազմիցս ասել ենք, հատկապես ազգային ժողովրդական բևեռը, երբ որ մենք հանրահավաքներ էինք անում, ցույցեր էինք անում, ասում ենք ժողովուրդ, ուզում եք մենք ձեզ օգնենք։ Դուք էլ մեզ պիտի օգնեք։ Երկու շաբաթը մեկ անգամ, չգիտեմ, ամիսը մեկ անգամ 3-4 ժամ ձեզ կյանքից հատկացրեք, եկեք կանգնեք մեր կողքը, մասնակցեք քալիարտին, խաղաղ ցույցա առանց բռնության կամ բռնության կոչի եւ ցույց տվեք իշխանություններին, որ դուք դժգոհ եք, որ դուք խնդիրներ ունեք բարձրացնելու։ Բայց նրա այսինքն պարզապես կողքից ասել հիասթափվել եմ ընդդիմությունից, լրիվ սխալ է, որովհետեւ եթե ընդդիմությունից հիասթափվել ես, դու չես կերտում նոր ընդդիմությունը, ապա ինչ ես առաջարկում։ Իշխանությունը պիտի ինքնաբարելավի, ընդհակառակը աշխարհի ցանկացած իշխանություն, այդ հայտնի խոսքը չի, ասում է իշխանությունը փչացնում է մարդուն, բացարձակ իշխանությունը բացարձակ է փչացնում։ Ու ես ըստ էության սովետական Հայաստանից հետո եղած բոլոր իշխանություններին ճանաչել եմ եւ կարող եմ միանշանակ ասել, որ նրանց ընտրության առաջին ժամկետը եւ եթե երկրորդ ժամկետը համատում ես, որտեղ բոլորն էլ ըստ էության երկու ժամկետ են եղել, Նիկոլ Փաշինյանը արդեն երրորդի է գնում, երկրորդ ժամկետում իրենք շատ ավելի վատն են եղել, քան առաջինի ժամանակ, որովհետեւ արդեն իր այդ իշխանությունը իրանց փչացրել է։ Եվ կողքից անընդհատ գալիս են, գիտեք, մարդիկ կասում են, որ դու անզուգական ես, որ դու անփոխիրելն ես, դու հայրենիքի փրկիչ ես։ Ինչու Միացյալ Նահանգներում Ռուզվելտից հետո, ասենք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընդունվեց, հետո արդեն գործադրվեց, որ ինչու երկու անընդմեջ ժամկետից ավել չպետք է լինի երկրի ղեկավարը, որովհետև հասկացան, որ ամենալավ մարդն էլ փչանում այդ իշխանությանը ազդեցության տակ։ Միջնադարում թագավորները պահում էին իրենց կողքին խեղկատակ։ Խեղկատակը շատերն ընկալում էին որպես սովորական ծաղրացու, չէ, սովորական ծաղրացու չէր։ Քանի որ ոչ ոք իրավունք չուներ թագավորին դիտողություն անել եւ թագավորները շատ արագ փչանում էին։ Խեղկատակը ըստ էության ընդդիմության դեր էր կատարում։ Նա իրավունք ուներ թագավորի մասին ասել բաներ եւ թագավորին բաներ ասել, որ ոչ ոք իրավունք չունեն։ Ճիշտ է, դա ընկալվում էր որպես, ասպես ասած, կատակ, որպես ինչ որ խաղի մաս, բայց դա շատ կարևոր հանգամանք էր։ Ընդդիմությունը այդ ձևով։ Հիմա այն երկրներում մենք տեսնում ենք, որտեղ ընդդիմություն կա եւ իսկական ընդդիմություն կա, այսինքն համակարգը թույլ է տալիս, սխալները քիչ են, որտեղ ի՞նչն է ընդդիմության գործառույթը։ Ընդդիմությունը ստեցան փորձաքննություն անողն է։ Այսինքն իշխանությունը հանդես է գալիս մի նախաձեռնությամբ, ասենք օրենսդրական կամ փոփոխությունների, ընդդիմության խնդիրը գովալը չի։ Այ հիմա կուսակցություններ կա, ասում մենք ուզում ենք դառնանք ընդդիմություն, որ Նիկոլ Փաշինյանին աջակցենք։ Էլի չէ ընդդիմություն, եթե պետք է աջակցեք։ Ընդդիմություն նշանակում է, որ դու ինչևից թշնամաբար պիտի վերլուծության ենթարկես քաղաքականության մեջ, նախաձեռնությունների մեջ, իշխանությունների ամենքալ եւ մատնացույց անես սխալները, որտեվ այլ ձև չկա սխալը հայտնաբերելու պետական կառավարման մեջ, որովհետեւ այլ ձևը ինչ է լինում։ Իշխանությունը մի բան ասում, բոլորը ծափ են տալի, ասում են շատ լավ է, հանճարեղ է, ուղղակի,
պետությունը միլիոններ է ծախսում, տասնյակ միլիարդներ է ծախսում, տասնյակ տարիներ է ծախսում, հետո պարզվում է, որ այդ ամբողջը սխալ է։ Ինչու՞, որովհետև չկար այն աչքը, այն քննադատական հայացքը, որ պիտի այդ ամբողջը բացակայեր։ Մարդիկ վախենում այն եւ այն։ Ցավոք սրտի հիմա այն վիճակն է, մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը օրինակի համար հանկարծ մեկ իր կառավարության ներսում կամ շրջապատից, որտեվ 18-19 թվին մի երկու նման փորձեր եղել է, ինչ որ հարցում չհամաձայնել, ինքը իսկույն գործից անել է։ Հիմա գործից անում է, երբ որ պակաս խանդավառությամբ ես ընդունում իր, ոչ թե քննադատում ես, այլ պակաս խանդավառությամբ ես ընդունում իր ասածները։ Խանդավառ ես, բայց համարում եմ, որ այդ պակաս չի։ Հետևաբար կարծում եմ, որ այդ ընդդիմության դերը կարևոր է։ Ինչպիսի Հայաստան եք ուզում տեսնել 10 տարի հետո։ Ես ուզում եմ տեսնել միջազգային իրավունքով Հայաստանին տրված, Հայաստանին վերապահված տարածքների վրա իր գերիշխանությունը, ինքնիշխանություն հաստատած Հայաստան։ Դա աշխարհագրորեն, որտեղ դա կենսունակ երկրի սահմաններն է։ Այդ սահմանները, երբ որ Ուդրո Վիլսոնը եւ Ազգեր լիգան գծում էին, ਉਹ պատահական չի։ Դա քառակուսի կիլոմետրեր չէին, դա կենսունակություն ապահովելու հնարավորություն է, պաշտպանունակություն, չգիտեմ, հենք տնտեսության զարգացման։ Դա այդ առումով։ Ես ուզում եմ տեսնել արդար Հայաստան, որտեղ ճիշտ անընդհատ հիմա այդ խոսակցությունները կա, որ իբր թե մարդիկ ըստ իրենց շնորհքի, վաստակի, գիտելիքի, բայց դա շատ բարդ համակարգ է, բայց գոնե պիտի ձգտենք, որ դա այդպես լինի, որտեղ միայն արժանների կառավարման դեպքում բոլորը լավ են ապրում։ Եթե անարժաններն են կառավարում, այդ դեպքում իրենք են լավ ապրում, մնացածը վատ են ապրում, իսկ արժանավորները նեղվում են։ Այսինքն ուզում եմ լինի արդար Հայաստան այդ տարածքի վրա եւ ուզում եմ, որ հայ ժողովուրդը մի լավ բան հասկանա։ Եվ սա ազգայնականության խնդիր չի։ Ամեն մի ժողովուրդ իր առաքելությունը ունի։ Ամեն մի ժողովուրդ աչքի անգնում որոշակի ինչ որ մի պատմական հատվածի եւ այլն։ Եվ այն, որ Աստվածաշունչը, այսինքն Աստծո շնչված, ներշնչված գրքի մեջ մարդկության հայրենիքը երկու անգամ էլ Հայաստանն է եղել։ Մեկը Դրախտիս վայրը, որը Եփրատ եւ Տիգրիս գետերի միջև էր, որտեղ Ադամը եւ Եվան ստեղծվեցին, եւ երկրորդ անգամ, երբ որ Նոյը փրկվեց Արարատի գագաթին, ոչ թե մի անգամ, երկու անգամ մենք Աստծո ընտրյալ ժողովուրդն ենք եղել։ Սա լավ հասկանա ու հասկանա, որ դեռ այդ ժամանակը գալու է։ Ես չգիտեմ ինչ է լինելու, բայց այն, որ պատահականորեն հայ ժողովրդին չի տրված այդ երանությունը, ես դրանում վստահ եմ։ Այսօր ի՞նչն է ձեզ ամենաշատը մտահոգում երկրի ապագայի հարցում։ Անտարբերությունը։ Ես այսօր կարդում էի, կարծեք մի հասուն տիրտկին է ասում, արդարանում է եւ ասում, դե ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ինձ համար միևնույնն է, ով կլինի, ինչ կլինի, ինչ որ մի հատ ճառ ակերում։ Ոչ ես զբաղվում։ Այսինքն դու անտարբեր ես քո զավակների ապագայի նկատմամբ, քո երկրի ապագայի, որտեվ քո երկրի ապագան քո զավակների ապագան է։ Եթե անգամ այդ զավակները պիտի Հայաստանում չապրեն, էլի իրանց ապագան է։ Էլի մեր բոլորի գոնե հոգևոր հայրենիքն է, մեր բոլորի, չգիտեմ, մարմնական հայրենիքն է, այդ անտարբերությունը, որը ցավոք սրտի կա, դա դիտավորյալ շատ հաճախ ներշնչվել է մարդկանց, հիմա էլ կա, չէ՞, ասում են, դե մեկը ամեն ինչ որոշված է, միևնույն ամեն ինչ չեն կարող փոխել, չէ, որոշված չի։ Անտարբեր չի կարել լինել ոչ սեփական ճակատագրի, ոչ սեփական ժողովրդի, ոչ սեփական հայրենիքի նկատմամբ, որովհետև անտարբերությունը ամեն մի հանցագործության ու կործանման դուռ բացողն է։ Դրա համար ես առիթից էլ օգտվելով, քանի որ նաև մենք ընտրությունների նախաշեմին ենք, այդ օրերն է,
Կոչկանե ժողովրդին անտարբեր մի մնացեք, մասնակցեք, բայց ոչ թե պարզապես ընտրությունը կատարեք, չգիտեմ, հարևանի ասածով կամ ինչ որ ղեկավարի հրահանգով։ Նայեք թե ով ինչ է արել, ոչ թե ով ինչ է խոստանում։ Խոստանալ ամեն ինչ կարելի է, եմը լսում ես բոլորը, այլ մարդիկ ինչ են արել։ Արդյոք այդ մարդիկ, որոնք բաներ են խոստանում, նախորդ 4-5 տարին իրենց համար բազմոցին նստած, վայելել են իրենց կյանքն ու ժամանակը, թե այդ մարդիկ պայքարել են տարիներ շարունակ, հաճախ դուժել են, հաճախ վնասվել են, հալածվել են, կորուստներ են ունեցել, պայքարել են։ Դա շատ կարևոր ցուցանիշ է։ Հակառակ դեպքում դուք էլի քաղցր խոսքերին կխապնվեք, հետո մարդիկ կգան եւ կասեն՝ «Վայ, իրավիճակը փոխվել, հիմա մենք պիտի անենք լրիվ հակառակը»։ Ինչպես է պատկերացնում իրականում ուժեղ եւ անվտանգ Հայաստանը։ Գոյություն ունի ամերիկացի մի քաղաքագետ, որը ամերիկյան հետախուզության ղեկավարներից է, Ռայ Կլեյն անունով։ Կա Ռայ Կլեյնի բանացև։ Շատ հետաքրքիր բանացև է։ Ուրեմն առաջի մասը, որը փակագծերի մեջն է, դա բնակչություն, տարածք, տնտեսություն, ռազմական ուժ, այդ ամբողջի գումարը բազմապատկած տվյալ պետության, տվյալ ազգի ստրատեգիական, ասած հիմնարար ռազմավարական նպատակով եւ դրան հասնելով կամքին։ Եվ այս բանաձևը ցույց է տալիս, անկախ նրանից այդ առաջի մասը ինչ մեծ թիվ էլ ուզում լինի, այսինքն տարածք, բնակչություն, տնտեսություն, ռազմական հզորություն, եթե դու չունես նպատակ եւ չունես դրան հասնելու քաղաքական կամք, 0 է, վերջնական 0 է։ Այսինքն որևէ թիվ բազմապատկած 0-ով անում է 0։ Այն սա է հարցը, ինչպեսին կուզեմ Հայաստանը, ես կուզեմ, որ Հայաստանը եւ այդ առաջի բաղադրիչը մեծ լինի, բայց նաեւ շատ կարեւոր է, որ երկրորդ բաղադրիչը, այսինքն նպատակի եւ նպատակին հասնելու կամքը ուժեղ լինի։ Այսօր ցավոք սրտի լրիվ հակառակն է իրականացվում, այսօր հայերին եւ հայաստանցիներին ուզում են զրկել սեփական նպատակից, սեփական երազանքից եւ այդ կամքից ինչ որ մի բանի հասնելու համար։ Ասում են՝ «Այ եկեք տնտեսությունը զարգացնենք, չգիտեմ, ռազմականապես զարգացնենք»։ Ինչ ուզում եք զարգացնեք։ Եթե երկրորդ բաղադրիչը 0 է, վերջնականապես 0-ն է, դուք ոչինչի չեք հասնելու։ Այ կուզեմ, կրկնում եմ, որ այդ երկու բաղադրիչները, Ռայ Կլեյնի բանաձևի երկու բաղադրիչներն էլ մեծ լինեն Հայաստանի համար, որ Հայաստանը գնի եւ տնտեսապես, ռազմականապես, քաղաքականապես հզոր եւ հոգեվոր անսասան ու բարոյապես բարձր արժեքներ կրող։ Ո՞րն է այսօր Հայաստանի ամենամեծ չօգտագործված ներուժը։ Ժողովուրդը։ Ցանկացած երկրի հարստությունը դա ժողովուրդն է։ Պարզապես հարցը այն է, որ դու դի ժողովրդին դաստիարակես։ Հիշենք, որ նմանս ըստ նմանին գտանի ասածը մեր միջնորդը, այդպես է, եւ վերնախավը կերտում է ժողովրդին։ Երբ որ ժողովուրդը նայում է, տեսնում է, որ վերնախավ, իսկ վերնախավը իր մեջ նաեւ այդ իշխանավորներն են, իրեն պահում է ամեն հարցով անբարոյական, բարի լայն իմաստով։ Ինքն էլ դրա նման է դառնում։ Ցանկացած հասարակություն նմանակում է իր վերնախավին։ Դրա համար հարցն այն է, որ պետք է ստեղծել մի վիճակ, որ այդ ժողովուրդը, եթե անգամ այսօրվա իրականության մեջ չկան ընդօրինակման կերպարներ, ապա իր պատմության մեջ, իր ոչ վաղանցանի մեջ այդ ընդօրինական կերպարները գտնի։ Եվ այն ժողովրդին, որին ուզում են կոտրել, ջարդել, տեսեք ինչ են անում, դրանցից մեկը զրկել հերոսներից։ Հերոսներին ծաղրել, նպատակները ծաղրել, գիտեք, ես տարիներ ի վեր զբաղվում եմ Ուդրովիլսոնի իրավարարվեցրով։ Դա շատ կարևոր փաստաթուղթ է, բայց դեռ դնենք մի կողմ։ Ինչու են թշնամիները
եւ որոշ մարդիկ, որոնք թշնամու պատվեր, ասենք այդ գաղափարը ծաղրում։ Հարցը այն չի, որ դա իրականանալի է, թե իրականանալի չի։ Հрьяաները 2000 տարի էին ասում, հաջորդ տարի Երուսաղեմում վերջը ասան, մերը դեռ 100 տարուց մի քիչ անցել, հարցը այդ չի։ Հարցն այն է, իրանք ուզում են այդ ծաղրանքի միջոցով զրկել, ինչպես նախորդ հարցում ասացի, այդ նպատակների ստան հասնելու կամքից եւ զրկել ընդօրինակման կերպարներից եւ ժողովրդին սարքել մի ամբոխ, որի ողջ նպատակը պետք է լինի առօրյան հոգալու մասին։ Ինչպես կարելի է միավորել այսօր ծայրահեղորեն բաժանված հայ հասարակությանը։ Հնարավոր չի միավորել եւ դրա կարիքն էլ չկա։ Ի վերջո, երբ որ Չարենցն ասում էր, որ հայ ժողովուրդ քո փրկությունը հավաքական ուժիդ մեջ է, չէր ասում միասնական, թե շատերը սխալ են հիշում։ Ինչ է հավաքական ուժ։ Հավաքական նշանակում է, որ դու միավորված չես այդ ուժերը տարբեր են, բայց ինչ որ մի նպատակի համար դու հավաքվում ես։ Այսինքն, ինչպես հաճախ ասվում է, մենք կարող ենք նույն հայացքները չունենալ, բայց կարող ենք նայել նույն ուղղությամբ։ Այսինքն, բայց ցավոք սրտի Հայաստանը ինքը փոքր երկիր է, գտնվում է տարբեր ազդեցությունների տակ, դրա համար էլ այդ դրսի ուժերը կարողանում են վարպետորեն խաղարկել ազդեցություն բանեցնել եւ ժողովրդի վրա եւ տարբեր քաղաքական ուժերի վրա եւ պարակտումը շատ է։ Բայց ամեն պարագային, այսպես ասենք, մեր ժողովուրդը ցույց է տվել, որ ծայրահեղ վիճակներում ինքը կարողանում է համախմբվել։ Այդպես եղավ եւ 44 թվականի պատերազմի ժամանակ, այդպես եղավ եւ 1988 թվին եւ դեռ առիթները կլինի։ Պարզապես պիտի ժողովուրդը հավատա, որ ինքը կարող է բան փոխել։ Դրա համար էլ մեր այս ազգային ժողովրդավարական բևեռի գործունեությունը ըստ էության հիմնականում ուղղված է նրան, ինչու մենք ասում ենք հավատ, հայրենիք, ինքնիշխանություն, մեր ներկա կարգախոսն է։ Այդ հավատը լայն առումով է, կրկնում եմ, դա միայն կրոնական հավատալիքը չի, այդ հավատա, որ դու կարողանաս անել։ Այդ դրա համար այդ հավատը լինելու է խարիսխը, որի վրա էլ ապագան է կառուցվելու։ Ինչպես խուսափել նախկին իշխանությունների թույլ տված համակարգային սխալներից, եթե գաղ իշխանության, եւ հնարավոր կլինի արդյոք ուղղել նրանք։ Իհարկե հնարավոր կլինի, ուղղակի պետք է, գիտեք, արդեն փորձված շատ բաներ տեղայնացնել, շատ փորձ։ Խոսեմ օրինակներով, որ պարզ լինի։ Աշխարհում ամեն մի երկիր ինչ-որ մի ոլորտ ունի, որի մեջ բավականին զարգացած է։ Օրինակ, եթե ռազմական ուղղության մասին, այդ ասպարեզի մասին, ես կարծում եմ մենք պիտի համագործակցենք Միացյալ Նահանգների հետ եւ փորձենք իրենց աջակցությամբ կերտել երկրի պաշտպանությունը։ Բայց շատ լավ փորձ ունի Ֆինլանդիան նախակրթական եւ դպրոցական կրթության մեջ։ Ես չեմ կարծում մենք կարիք ունենք դնել եւ ինչ-որ նոր բաներ հորիներ։ Կա այդ փորձը, կա արդյունք, իսկ արդյունքը ամենալավ ցուցանիշն է, այն պետքա տեղայնացվի։ Ինչ անգամ տեղայնացնել է։ Որտեղ կան առանձնահատկություններ, բայց սկզբունքը պիտի պահպանել։ Եվ ես կարող եմ վստահությամբ ասել, որ շատ երկրներ սեփական հաշվին, որ Հայաստան կուղարկեն տասնյակ եւ գուցե հարյուրավոր մասնագետների, որոշակի կարճ ժամանակահատված, այդ կարճ այսքան նկատեմ մի քանի տարուից գուցե անգամ նայած ոլորտ մի քանի տասնյակ տարիներ, այդ ոլորտները ոտքի կանգնեցնելու։ Ասածս այդ կրթական նախագծները ինչ է խանգարում, ասենք Ավստրիայի հետ համագործակցել օրինակի համար իրավապահ համակարգի առումով, ամերիկացիների հետ ռազմական, չգիտեմ, տարբեր հարցեր կա։ Հիմա արհեստական բանականության զարգացման շրջանն է եւ դա հնարավոր է անել էլի ամերիկացիների հետ, բայց ոչ թե ընդհանուր ամերիկացիների, չէ, ասենք նույն Nvidia-ն, որ եկել է այստեղ եւ ուզում է ներդրումներ անել, այսինքն այսօր շատ հաճախ անգամ պետությունները չեն, այլ մեծ համաշխարհային
ընդգրկում ունեցող ընկերություններ են, որ կարող են դառնալ այդ ուղղությունները առաջ տանողներ, առաջ մղողներ, այ դա պիտի արվի, այդ սխալները այդպես պիտի ուղղվի։ Գիտեք, նրանք, ովքեր որ անտեսում են ժամանակի այդ փորձը եւ ուրիշների գիտելիքը, դատապարտում են երկիրը տասնամյակներ կորցնելու։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ՍՍՀՄ-ը տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրեց, խոսքը վերաբերում է հիմնականում զենքի արտադրության եւ այլն, եւ ուզում եմ հիշեցնել, դա տեղի ունեցավ այն բանի շնորհիվ, որ տարբեր ձևերով ՍՍՀՄ ձեռք բերեց այդ նրանց փորձը եւ գիտելիքները, հիմնականում անօրինական լրտեսության ճանապարհով։ Մենք գիտենք օրինական, չէ՞ որ հիմա ռուսները այդքան գլուխ են գովում տիեզերական հետազոտությունները, եթե ամերիկյան փորձը, իսկ դրանց առաջ գերմանացիների փորձը նացիստական Գերմանիայի չվերցնեին, մի քանի տասնամյակ հետ կընկնեին։ Ասածը սա է, այսօրվա աշխարհը հնարավորություն է տալիս փոխադարձ շահի վրա օգտվել այդ երկրների եւ կառույցների փորձից ուղղել քո իսկ սխալները եւ զարգացնել քո երկիրը։ Ինչու են շատ երիտասարդներ կորցնում հույսը եւ հեռանում երկրից։ Անարդարություններ են տեսնում, գայթակղությունը շատ է բնականաբար դրսում, անորոշությունը շատ է Հայաստանի ներսում։ Եթե մեր այդ նախորդ ինչ որ խոսեցինք իրականություն դառնա, չէ, ասենք մեծ Հայաստան, արդար Հայաստան, ապով Հայաստան, տարբեր երկրների հետ համագործակցող Հայաստան, մեծ ընկերությունների հետ համագործակցող Հայաստան եւ այլն, արտագաղթնել քիչ կլինի։ Ասել, որ լրիվ կկտրվի, հնարավոր չէ, պետք էլ չէ։ Գիտեք, երբ որ ասենք ինչ որ մի քո օպերային երգիչ երգչուհի գնում է Լա Սկալա կամ ինչ որ միտեղ մի քանի տարով աշխատելու, բան դա բնական է, որովհետև կան համաշխարհային կենտրոններ, լավ է։ Ես հիշում եմ Կանադայում զրուցում էի ֆին դեսպանի տանն էինք, Ֆինլանդիայի, իր տղաներ եկե ու ես խոսացի Հելսինկիի մասին, ասես չէ, Հելսինկիում չեմ ապրում, ես Լոնդոնում եմ ապրում։ Զարմացա, դա մեր համար թվում է, որ ինչ գործ ունի Հելսինկի։ Ասես ես բանկային ասպարեզի մեջ եմ։ Բանկային գործունեության տեսակետից Հելսինկին գյուղ է Լոնդոնի հետ համեմատած։ Ու եթե ես ինչ որ մակարդակի եմ ասել, բնականաբար Լոնդոն պիտի գնամ։ Ասած հետեւյալն է, լրիվ արտագաղթը կանխել չի, պիտի լինի տարբեր ոլորտներում, նույն գիտության արվեստի, որ պիտի գնան, մեծ ընկերությունները չփեն եւ այլն։ Ողբերգությունը սկսում է այն ժամանակ, երբ որ գյուղացիտ է արտագաղթում, հողի մշակն է արտագաղթում, այն ամեն օրվա, այսինքն աշխատանքով զբաղվող մարդիկ են արտագաղթում, այսինքն իրենք քո մշակույթը չեն ցույց տալիս ուրիշներին, իրենք պարզապես գնում են ուրիշի համար աշխատելու, բայց հաճախ մեղադրել չի լինում, որովհետև այդ մարդիկ այնպիսի պայմանների մեջ են հայտնվում, իսկ երիտասարդը ավելի դինամիկ է, երիտասարդը ավելի դրա հնարավորությունը ունի, օրինակ դրա համար ազգային ժողովրդավարական բևեռը տարբեր փոփոխություններ ունի նախատեսած, նաև մեր ծրագրային հիմնադրույթներ, որոնցից մեկը նաև այդ երկքաղաքացիների վրա դրած սահմանափակումների վերացումն է, որ օրինակի համար երկքաղաքացին, նա Հայաստանի քաղաքացի է, բայց քանի որ ուրիշ երկրի քաղաք դու իրավունք չունես, օրինակ ներգրավես քո ընտրացուցակների մեջ, հետեւաբար լինի խորհրդարանական կյանք, տնտեսություն եւ այլն որոշակի մակարդակ։ Բնականաբար դու այդ երիտասարդին չես կարող հետ բերես։ Այսինքն դու պիտի նաև օրենսդրորեն նպաստավոր դաս ստեղծես, որպեսզի գա։ Ու ես կարող եմ ասել, ու ես ճանաչում եմ նման շատ մարդկանց, որոնք պատրաստ են վերադառնալու, բայց պիտի իրենք այդ իրենց վերադարձը տեսնեն եւ համարեն, որ արդյունավետ է։ Ընդհանրապես մարդ ինչի համար է աշխատում։ Մարդ աշխատում է երկու բանի համար։ Մեկը անձնական բարեկեցության, մեկը օգտակար լինելու։ Եվ այն մարդիկ, ովքեր որ հասել են անձնական բարեկեցության, ինչ որ հարստության, ասենք, արտասահմանում տարբեր երկրներում, նրանցից շատերը պատրաստ են շատ ավելի քիչ վճարումով անվճար գալ եւ աշխատել Հայաստանի համար։ Բայց կրկնում եմ,
գոնե երկրորդ պայմանը պիտի լինի օգտակար լինելու հարցը։ Ինքը պիտի հասկանա, որ ինքը եկել է Հայաստան, իր, չգիտեմ, $10,000 աշխատավարձից հրաժարվել է, եկել է, պիտի օգտակար լինի։ Եթե դու իրան պիտի բերես, դնես մի ինչ-որ տգետի ձեռի տակ եւ ինքը չկարողանա օգտակար լինի, ինքը կես տարի, մի տարի կմնա, կգնա։ Ես նման բաներ շատ եմ ունեցել իմ կյանքում, տեսել եմ, ես երբ որ արտգործնախարարությունում էի, 5 հոգի միայն վարչությունից ուղարկեցինք սովորելու ամերիկյան լավագույն համալսարաններ, Թավցի համալսարան, Հարվարդի, բոլորն էլ հետ եկան։ Այն որ ասում են չեն գալիս, սուտ են ասում, բոլորն էլ հետ եկան։ Բայց նրանցից տարիներով 4 հետո գնացին։ Ինչու՞։ Որովհետև այդ մարդիկ այդ գիտելիքներով եկան ուզում էին օգտակար լինեին, իրանց ասում են, չէ, դու իրանց նշանակի այնինչի օգնական ու տեղակալ, թող այս մարդիկ նրանց համար աշխատեն, ամբողջ գործը իրենք անեն, բայց ոնց որ ասած պաշտոնն ու հարգանքն ու պատիվը մյուսները ստանան։ Այդ դեպքում չի աշխատում։ Այդ դեպքում կրկնում են մարդիկ վերադառնում են, հետո էլի հետ են գնում։ Դրա համար որսի երիտասարդը չգնա, դու երկու գործոն պիտի ապահովես, մեկը անձնական բարեկեցություն, իր կյանքով հնարավորությունով, մյուսը օգտակար լինելու զգացում, որ ինքը աշխատում է իր հայրենիքի համար եւ օգտակար է, ժամավաճառությամբ չի զբաղվում։ Ինչ կփոխեք Հայաստանի կրթական համակարգում առաջին հերթին, երբ գաք իշխանության։ Ինչ կփոխեք Հայաստանի կրթական համակարգում առաջին հերթին, երբ գաք իշխանության։ Սովետական, իսկ դրանց առաջ գերմանական կրթությունը հիմնված էր այն բանի վրա, որ հնարավորինս շատ բան մտապահի։ Աշակերտը այդպես է։ Որովհետև այն ժամանակ ինֆորմացիայի կրիչը ինչն էր։ Գիրքը, եւ միշտ չէ, այդ գիրքը կա, մտքիդ մեջ պիտի պահես։ Հիմա ամեն մարդ ձեռքին մի հեռախոս ունի, որի մեջ այնքան ինֆորմացիա կա, որի, այսպես ասած, մի զգալի մասը ինքը կարիք չունի մտապահելու։ Այսօր շատ ավելի կարևոր է դրանց հիման վրա վերլուծելու ունակությունը։ Այսինքն աշակերտի գլուխը կարած չի, որ պետք է լցնես, այդ հին խոսք է իմ մեջի։ Ասում աշակերտը դա ջահ է, որը պետք է վառես։ Այսինքն իրան պետք է մտածելու եւ ինքնուրույն մտածելու հնարավորություն տաս։ Ես լավ հիշում եմ, ես միշտ այսպես շատ ինքնուրույն եմ եղել, լավ էլ շարադրություններ էի գրում, հաճախ լինում էր, որ դասատներն ասում էին, չէ, բայց այս հարցը այսպես չի վերլուծվում։ Ասում եմ, բայց ես այսպես եմ վերլուծում, կարեք հակապաստարկներ բերեք։ Չէ, չկա, բայց դե քանի որ ժամանակար ժողկրտ բաժնից հրահանգ կա, որ այսպես պիտի լինի։ Այսինքն աշակերտին պետք է մտածել սովորացնել։ Անգամ տեսեք այդ 4-ամյա, 6-ամյա, այսինքն բակալավրիատ, մագիստրատուրա, անգամ այդ կրթական համակարգն է փոխվում։ Եթե դուք այսօր սովորում եք, ասենք, ասած առաջի կուրսում մի ինչ-որ ծրագիր, համակարգչային ծրագիր, 4 տարի հետո դուք մինչև որ ավարտեք, դա ձեզ պետք չի։ Դա համար կրթական համակարգ հիմա արևմուտքում եւ դուք շատերին կտեսնեք, որ չունեն դասական համալսարանական կրթություն։ Հիմա ինքը տեղափոխվել է ամբողջ կյանքի ընթացքում ուսուցում, բայց ոչ թե 4 տարի կամ 6 տարի գնում ես ու ընդունվում ես, այլ այսպես ասած դասընթացներով 2 ամիս, 2 օր, 5 օր, ասենք ամեն անգամ նորացնում ես։ Եվ օրինակ Միացյալ Նահանգներում պահանջը կա, որ ամեն մասնագետ տարեկան նայած մասնագիտություն, նայած մակարդակ պարտավոր է որոշակի դասընթացների մասնակցի։ Այսպես կոչված որակավորման բարձրացման, որովհետև կրկնում եմ, այն արագությամբ է զարգանում, որ ել մենք խոսեցինք արհեստական բանականության մասին, այսօր արհեստական բանականությունը, որը եթե դու մի ամիս գնաս լավ սովորես տարբեր ծրագիր, դա կարող է այնքան բան անել եւ ինչ արագությամբ անել, որ նույն բանը ինչ որ դու կանես բանականության օգնությամբ, արհեստական բանականությամբ 2 օրում դու 2 ամսում չէիր անի սովորական։ Հետևաբար պիտի այս ամբողջը փոխվի։ Փոխվի, կրկնում եմ։ Հիմա տեսեք, դպրոցներ են փակում, կարծեմ 237 եւ այլն։
Եվ ասում են դե որ աշակերտ քիչ կա, բան սուտ են ասում։ Այնտեղ դպրոցներ կա, որ 70-80 աշակերտ կա, էլ են փակում, որը Հայաստանի փոքր չի։ Ես դեմ չէի լինի այդ փակելուն, եթե նախապես արդեն ձևավորված լինեին ցանցային դպրոցներ, այսինքն առցանց դպրոցներ։ Այդ նույն գյուղում կարիք չկար ունենալ 30 դասասենյականոց դպրոցներ, որը եղել է, այլ 4-5 սենյակ, որը նույն ինտերնետ կապի միջոցով եւ այլ բաների հնարավորություններով այդտեղ կարելի էր սովորացնել։ Կրկնում եմ, այսօր ամբողջ համալսարաններ կան, որ այդ ձև են աշխատում։ Մյուս կողմից ես ասեք մի քանի տարի առաջ տարբեր գրքեր էի, հսկայական փողեր էի ծախսում, գրքեր էի առնում եւ նաեւ արխիվներից տարբեր նյութեր էի պատճենում գտնում։ Թվային, այս թվայնացման զարգացումը բերեց նրան, որ այսօր դրա մի զգալի մասը կարելի է առցանց գտնել, որ նշանակում է այսօր եթե ճիշտ է կազմակերպված կրթությունը, ապա ըստ էության դու կամ աշակերտի բնակության վայրը էական չի, հնարավորությունները դու իրեն պիտի տաս եւ իրենք լավագույն, այսինքն ուսուցիչը կարող է միաժամանակ դասավանդել սովորեցնել մի հոգի, ասենք, Կոտայքի մարզում, 3 հոգի Շիրակի մարզում եւ այլն, այսինքն ըստ միավորումը լինի արդեն աշակերտների ըստ հետաքրքրության եւ ըստ գիտելիքների մակարդակի, քան ոչ թե ըստ տեղերի, որ դասական է այդպես, այսինքն դասարանները ձևավորվում էին, ասենք, այսինչ գյուղի կամ այնինչ քաղաքի բնակիչներով, այսինքն դրանք կարող են ձևավորվել ըստ մակարդակների։ Միացյալ Նահանգների կրթական համակարգը հաճախ այդ ձևով է գնում, այսինքն ինչ է այնտեղ դպրոցները ոչ միշտ են ապահովում բարձր մակարդակ, ընդհանուր գիտելիքներ են տալիս, բայց համալսարաններում հաճախ ստեղծվում են խմբեր եւ այդ խմբերին ըստ մակարդակների առցանց դասավանդում են, դրա համար էլ կարիք չկա, որ դու հասարակությունդ 90% լինեն հանճարնել։ Բավական հասարակության 1-2%-ը լինի տաղանդավոր, շատ քիչ տոկոսն էլ հանճարտ, նրանք հասարակությանը առաջ կտանեն, բայց դու այդ 1-2%-ը պիտի գտնես, իսկ դա կարելի է գտնել նշածս նոր ուսումնառության ձևով։ Ինչպես կարող է երիտասարդությունն ունենալ իրական ազդեցություն դուրս գալով սոցցանցային մեկնաբանությունների տիրույթից։ Տեսեք, հիմա հաճախ ես տեսնում եմ քննադատում են անգամ լուսանկարներ են դնում, որ մարդիկ նստած են, ասենք, նույն մետրոյում, բոլորից հեռախոս կա եւ բոլորը այդ հեռախոսն են նայում։ Բայց կներեք, 50 տարի առաջ էլ մարդիկ նստած էին նույն մետրոյում եւ թերթ էին նայում կամ գիրք էին նայում։ Ինչ տարբերություն գտնեմ, ինֆորմացիայի կրիչն է փոխվել։ Մի ժամանակ պատի վրա, քարի վրա է, չէ՞, քանդակում այդ ինֆորմացիան, որ ես Աղգիշտին, Մենուայի որդին, բան, հետո մագաղաթի վրա սկսեցին, հետո ինչ որ թղթի վրա գրքերը, հիմա փոխվել է։ Կարևոր չի այդ կրիչը ինչ է, կարևորը թե ոնց է ընկալում, ասենք, տվյալ որտեղ։ Հիմա դու պիտի երիտասարդին իր ձևը տաս։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ այսօր 4-5 տարեկան երեխաները շատ ավելի լավ են տիրապետում համակարգիչներին եւ այս սմարթֆոններին, քան իրենց 70 տարեկան տատիկներն ու պապիկները, չէ՞։ Դա բնական է, այսինքն երեխայի համար, եւ դա ոչ թե պիտի փորձել ասել, որ սոցցանցը վատ է, չէ, սոցցանցը վատ չի, սոցցանցը լավ բան է։ Ուղղակի պիտի ամեն ինչ լինի ոնց որ ասած փոխ լրացնող, եթե դա բերում է նրան, որ երեխան կտրվում է իր հասակակիցների եւ տարեկիցների հետ ուղղակի մարդկային շփումից, դա վատ է։ Դրա համար էլ շատ երկրներում սահմանափակում են դնում, որովհետեւ մարդը սոցիալական էակ է։ Ես երբ որ փղերի մասին էի խոսում, փիղն սոցիալական էակ է։ Այսինքն մարդու պատիժներից մեկը այդ մեկուսացնումը, չէ՞։ Այսինքն ամենածանր պատիժը համարվում է, երբ որ մարդուն ասենց ազատազրկում են, մենակ միտեղ դնում են տարիներով եւ մարդիկ գժվում են ուղղակի։ Սոցիալական բան է։ Դրա համար հիմա որ հասարակությունը ճիշտ զարգանա,
Այ պիտի այդ սոցիալական ցանցերը եւ կենթանի շփումը, սոցիալական ցանցերի մեջ էլ ոչ թե ամբողջությամբ պարապ շփումը, որտեղ ոչ մի շփում էլ պարապ չի, էլի, սա լրիվ օգտակար է, այն որ ասում են իրար անկապ բաներ են գրում, բայց անկապ բաներն էլ պետք է գրեն, բա որ դեռահասներ իրար անկապ բան չգրեն, չշփվեն, ոնց են զարգանալու, ոնց են շփվելու, դա ձևն է նաեւ, բայց ուսում ասեմ, այստեղ խնդիրը հասարակության խնդիրը հավասարակշռության պահպանումն է, այսինքն դա շատ կարևոր է պահպանել, այդ դեպքում էլ առողջ կմեծանա երիտասարդությունը եւ ներգրաված կլինի, ներկայանում եմ եմելի նախորդ պատասխաններից, եթե ինքը վստահ է, որ իր գործունեությամբ կարա օգտակար լինի։ Ընդհանրապես երիտասարդությունը շատ ավելի ազնիվ է, քան ավելի մեծ տարիքի մարդիկ։ Որտեւ երիտասարդությունը ոնց ասած դեռ լհոկով փչացած չի, հետո կյանքը փչացնում է մարդիկ։ Շատ լավ երիտասարդներ հետո դառնում են շատ վատ տարեց մարդիկ, բայց եւ որպես կանոն երիտասարդները միշտ ավելի լավն են։ Ինչու պետք է երիտասարդները մասնակցեն ընտրություններին։ Բավ մասնակցի, եթե երիտասարդները չմասնակցեն, ես արդեն տարեց մարդ եմ, կյանքիս մեծ մասը ապրել եմ եւ այն երկիրը, որի մասին որ խոսում ենք, լավ երկիր կամ վատ երկիր, այդ երիտասարդների կյանքն է։ Երիտասարդները չեն ուզում, չէ՞ որ մեծերը իրենց ստիպեն, այս շորը հակի, այն շորը մի հակի, այս կոշիկը հակի, միսը չեն ուզում, ասում են ես պիտի որոշեմ, ճիշտ են անում։ Բա եթե դու քո այդ պարզ արտաքին տեսքի մասին մտածում ես, բա քո ճակատագրի քո երկրի մասին չես մտածում, այսինքն, որտեվ քոնն է, դու ես ապրելու այդ երկրի մեջ, այդ մեծերը չեն ապրելու։ Այսինքն, տալ քո ճակատագիրը, որ 60-70 տարեկան մարդիկ գնան որոշեն, թե դու վաղ ինչ երկրում պիտի ապրես։ Խորհրդարանական ընտրություններն են, դրանից թե որ ուժերն են մտնելու խորհրդարան, այդ ուժերի մեջ ինչ մարդիկ են լինելու, այդպիսին էլ մենք ունենալու ենք երկիր։ Այդպիսին էլ այդ նույն երիտասարդների կյանքի վրա է անդրադառնալու։ Լավ խորհրդարան կունենաս, գիտակից, բարոյական, փորձ ունեցող եւ այլն, երիտասարդների համար լավ կլինի, վատ կլինի, ուրեմն վատ կլինի։ Դրա համար երիտասարդները չպիտի իրենց կյանքի եւ ապագայի հարցը տան ուրիշների ձեռքը։ Իրենք պիտի տնօրինեն, իրենք պիտի իրենցով պայմանավորվեն ապագան։ Ինչ խորհուրդ կտաք այն աղջիկներին, ովքեր ուզում են զբաղվել քաղաքական կամ հասարակական գործունեությամբ։ Երբ որ ես խոսում եմ երիտասարդների ներգրավվածության մասին, բնականաբար ես նկատի ունեի երկու սեռներ։ Պիտի զբաղվեն իհարկե։ Ես կասեի ավելի պիտի զբաղվեն, քան տղաները։ Ինչու՞։ Որովհետև ամեն դեպքում հասարակության մեջ դարերով եկած խտրականության ու անհավասարության սկզբունք կա։ Հիմա մենք եք պարզ խոսանք, ով ավելի լավ պաշտպանելու աղջիկների եւ կանանց շահերը, քան իրենք։ Ոչ թե որ տղամարդիկը չեն ուզում։ Մտածողության տարբերություն կա։ Շատ բաներ, այսինքն ընկալման հարց կա։ Ես չեմ կարող ընկանել աշխարհը ինչ որ մի կնոջ տեսանկյունից, որտեվ ինքը այլ հոգեբանություն ունի, այլ գիտելիք ունի, պիտի զբաղվեն, պիտի պայքարեն իրենց իրավունքների համար, եւ այստեղ ես պիտի ասեմ, որ հայ հասարակությունը շատ մեծ առաջընթաց է ապրել։ Դա ժամանակի շունչն է թելադրում, հենց թեկուզ եւ այդ նույն սոցցանցերը, այս նույն գիտելիքն է թելադրում եւ այլն, եւ պիտի հասարակությունը, մեր հասարակությունը, հայ հասարակությունը ստեյցան այս զարգացումով շատ հետաքրքիր է վերադառնա իր արմատներին։ Երբ որ ուսումնասիրում ես ավելի վաղ շրջանը, այսինքն այն շրջանը, մինչև Հայաստանը հայտնվեց պարսկա-թուրքական լծի տակ, եւ նայում ես տարազները եւ նայում ես կենցաղը, հայերը շատ ավելի բաց էին, այսինքն խտրականություն չկար սեռերի մեջ։ Հիմա ինչու եղավ այդ հագուստի փոփոխությունները, դեմքերը փակել, կանանց չշփվելը, շատ պարզ։ Ինքնապաշտպանության դրսևորումներից մեկն էր։ Չմոռանանք, որ գոյություն է ունեցել Դևշիրմե, մանկահավաք, դա հարկի տեսակ էր, երբ որ եւ թուրքերը եւ պարսիկները, մենք հիմա չենք խոսում այդքան պարսիկների մասին շատ, բայց այդտեղ այսինքն հարկ էին վերցնում երիտասարդ, գեղեցիկ, հատկապես աղջիկներ, նաեւ տղաներ էին վերցնում։
Շենք նույն Օսմանյան կայսրության ասեն գենիչերների ամբողջ բանակները, որոնք դրանք ըստ էության իսլամացած նախկին քրիստոնյաներն էին, այդ հարեմները եւ այլն, եւ ինքնապաշտպանությունից դրդված հասարակությունն ավելի էր փակում, անգամ ճարտարապետությունը մեր փոխվեց, այսինքն դրսի պատոհանների բացակայությունը, բարձր պարիսպները, տների եւ այլն, որտեղ պիտի պաշտպանվեին։ Հիմա հասարակությունը փոխվում է եւ լավ է որ փոխվում է։ Ես կարող եմ իմ ուսանողության տարիները համեմատել, հետո մի շրջան դասավանդում էի, եւ կարող եմ ասել, որ հիմա հասարակությունը շատ ավելի ճիշտ սկզբունքների վրա ապրում։ Ես չեմ կիսում են տարեցների, որ ասում են, չգիտեմ, հասարակությունը, չգիտեմ, երիտասարդները փոխվել են, փչացել են, սուտ են ասում։ Կրկնում եմ, երիտասարդությունը շատ ավելի լավն է, այսօրվա երիտասարդությունը, քան իրենք են եղել իրենց երիտասարդության տարիներին, հավատացեք։ Եվ աղջիկները դու կանայք պետք է զբաղվեն ու շատ պետք է զբաղվեն դրանով։ Եթե երիտասարդը մտածում է արտագաղթելու մասին, ինչ կասեք նրան։ Լավ մանրամասն ուսումնասիրի, ուր պիտի գնա, նաև հոգեբանորեն պատրաստ լինի դժվարությունների, բայց նաև պատրաստ լինի ու վերադարձի, գիտեմ, հուսը պայմանը ինձ մեջ վարպահի։ Դա շատ կարևոր է, շատ կարևոր է, որովհետև կրկնում եմ, եթե ինքը գնում է սովորելու եւ գիտելիքներ ստանալու, դա մի ուրիշ բան է, որը միշտ է եղել եւ պիտի լինի, կրկնում եմ, ամեն տեղից կա, բայց արդեն հասարակության պարտավորությունն է ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի այդ գիտելիքից կարողանա օգտվի։ Հիմա էլի գանք ներկա հասարակությանը, այն ցանցային հնարավորությունը, որը ունի, ասենք ինտերնետի կապի միջոցները, արհեստական բանականության միջոցները, դա կարող է հնարավորություն տալ, որ մարդը օգտակար լինի սեփական հայրենիքին, ապրելով հազարավոր կիլոմետրերի վրա։ Կրկնում եմ ես, որ ասացի, ողբերգությունը այն ժամանակ է սկսում, երբ որ գյուղացին արտագաղթում, հողի մշակը։ Այ պիտի ամենանպաստավոր պայմաններ ստեղծել, որ մարդիկ մնան հողի վրա, որ նշանակում է բնականաբար արտագաղթնել քիչ կմնի։ Իսկ ինչ վերաբերում է երիտասարդության այն խավին, ասենք տեխնիկական մտավորականություն, արվեստի գործիչներ եւ այլն, ինչ որտեղ այդ շփումը, փոխադարձ շփումը շատ կարեւոր է, եթե դրա վերջնարարությունը բերելու է Հայաստանի տնտեսական զարգացման եւ մշակութային ծաղկման, որը կարելի է կազմակերպել, բայց ելի պետության գործառույթն է, պետության պարտավորությունը։ Ինչու՞ մեծահասակները հաճախ չեն կարողանում համաձայնության գալ նույնիսկ պետական կարևոր հարցերում։ Տարբեր շահեր կան, տարբեր մոտեցումներ կան, տարբեր անցյալներ կան, գիտեք, ես երբ որ ամեն անգամ մեկնում էի մի որևէ երկիր գործուղման աշխատելու, ասենք դիվանագիտական գործուղման եւ այլն, երբ որ վերադառնում եմ, ես նկատում էի, որ ես շատ ավելի գիտելիքներով հարստացած եմ, շատ ավելի փորձ ունեմ եւ շատ ավելի այլ տեսանկյուններով եմ կարող աշխարհն ընկալել։ Ու ես 20 տարեկանից այդ ծև տարբեր երկրներում եմ աշխատել, շփվել եւ այլն։ Բնականաբար իմ աշխարհընկալումը ուրիշ է լինելու, մեկից ով 40 տարեկան է, երբեք Հայաստանից դուրս կրթություն չի ստացել, երբեք չի ապրել Հայաստանից դուրս եւ իր ամբողջ գիտելիքները նույն քաղաքականության մասին Մաքիավելիի 1000 տարվա գրքերն է եւ մի քանի սովետական գրքեր։ Այդ ծև չի լինում։ Դուք երբեք նավագնացություն չեք սովորում ծովից հեռու։ Դուք պիտի նավ նստեք, ծով դուրս գաք, որովհետեւ նավագնացություն սովորեք։ Նույնն էլ եթե դուք աշխարհի մասին, որտեղ ինչ անգամ միջազգային հարաբերություն է, դա միջպետական հարաբերություն է, ուրեմն դու այդ պետությունները պետք է ներսից իմանաս։ Վստահեցնում եմ ձեզ, երբ որ դուք մեկ շաբաթով զբոսաշրջիկ եք գնում այդ երկիր լրի ուրիշ բան է, երբ որ 2 տարով կամ 5 տարով աշխատանքի եք գնում ուրիշ բան է, դու երկիր ճանաչում ես։ Ասած հետեւյալն է, այդ բոլոր պատճառներով տարբեր են մարդկանց մոտեցումները։ Այսինքն աշխարհընկալման տարբերությունները կան։ Դրա համար գոյություն ունի խորհրդարան։
Այ եթե Հայաստանում արդար լիներ ընտրությունները, արդար չի։ Այսպես ասած, ազատ է, բայց արդար չի։ Ինչով է ազատ։ Որովհետև դու կարաս ինչ ուզում ես խոսաս ըստ էության, բայց կներեք, եթե իմ խոսքը հեռարձակվում է իմ միջոցներով առցանց հեռուստատեսությամբ 20,000 մարդու, իսկ իշխանավորի կամ օլիգարխի խոսքը 250-500,000 մարդու համար ուրեմն արդար չի։ Եթե դրա համար հնարավորությունները հասանելի չեն բոլորի համար։ Հա։ Դրա համար ես կարծում եմ, որ այսպես ասենք, պիտի կարողանանք ճիշտ հասարակության համար արդար հնարավորություններ ստեղծել։ Ինչպես չկորցնել սերը հայրենիքի հանդեպ եւ շուրջդ միայն խնդիրներ ես տեսնում։ Ամենավատ իրավիճակում էլ փորձել գտնել լավը։ Ու ես ասում եմ, ու եւ որպես հայ եւ որպես ոչ հայ։ Գիտեք, երբ որ մեզ համատում են տարբեր ժողովուրդների հետ ու ասում են այս հարցով վատ ենք, հիմա շատ է տարածված էլ որ մեզ փնովել, իրանք չեն շփվել ուրիշ ժողովուրդների հետ, չգիտեն այդ մարդիկ։ Իրենք չգիտեն, որ սխալ է այդ համատությունը, որովհետեւ ճիշտ համատես դու այդ ժողովուրդներին պիտի դնես նույնպիսի պայմանների մեջ, որսի համատես, չէ՞։ Օրինակի համար, երբ որ դու երկու մետաղի, ասենք, կարծությունն ես փորձում, դու երկու մետաղը պիտի դնես նույնպիսի ջերմային պայմանների մեջ, չէ՞, չի լինի մեկը տաքացած 50 աստիճան, մեկը սառեցված 50 աստիճան եւ համատես։ Դու պիտի երկուսն էլ ասենք այնտեղ սենյակային։ Երբ որ հայ ժողովրդին համատում են, իրենք պիտի համատեն այս ծանր պայմանների մեջ դրեք ժողովուրդների եւ տեսեք ինչ կլինի։ Ես լավ հիշում եմ տարիներ առաջ Նյու Յորք, Պենսիլվանիա, Օնտարիո, Միացյալ Նահանգների եւ Կանադայի այդ նահանգները 3-4 օր հոստ ավելի քիչ անգամ հոսանքազրկվեցին։ Ժամեր հետո Կանադան ավելի մեղմ էր, Ամերիկայում թալանը սկսեց խանութները ջարդելու, որովհետև չկար ազդանշանային համակարգը, ոստիկանությունը վերահսկողությունը կորսել էր, Կանադայում խանութներից էին ինչ-որ բաներ գողանում, կամ բան եւ այլն։ Այդ երթևեկությունը բոլորը իրար վրա էին քշում։ Ու ես մտածում եմ, ասում եմ, մենք տարիներ ենք ապրել այդ վիճակի մեջ, առանց հոսանքի, առանց սնունդի, առանց պատերազմի ազդեցության տակ, երկրաշարժից հետո եւ այլն, բայց մենք ավելի լավ ենք մեզ պահել։ Այ դրա համար եմ ասում, դրեք ուրիշ ժողովուրդների նույն պայմանների մեջ նոր համատեք։ Երբ որ ամեն ինչ լավ է, իշխանությունը լուծում է քո հարցերը, ասենք նույն Կանադայի օրինակը բերեմ, երթևեկությունը կանոնակարգված է, խանութները ամեն ինչ կանոնակարգված է եւ այլն, դու չես կարող համատել մի երկրի հետ, օրինակ ասենք Հայաստանում, որ այդ ամբողջը չկար, կամ որտեղ մարդիկ հարկային եւ մաքսային տերորի էին ենթարկվում։ Մի հատ դրեք մի ժողովուրդների այս վիճակի մեջ, տեսեք նույն կոռուպցիան ինչ թվերի է հասնելու։ Վերջո հայ ժողովուրդը ինքը ունի դեռևս իր ներքին բարոյական կոդեքսը, չգրված օրենքներ, եւ շատերը գալիս զարմանում են։ Այդ պատահական խոսք չի։ Մենք չենք նկատում, հասկանում եք, ապրելով էս ամ, մեզ համար շատ սովորական է։ Բայց մարդը զարմանում ասում է, գիտեք, ես վճարում էի, չհերիքեց 100 դրամ եւ կողքինս տվեց այդ 100 դրամը, չվերցրեց, անգամ անունը չասեց։ Կամ ես ուզում եի այդ Մանկասալյակովիչն են կողքի ասում երիտասարդն եկավ, օգնեց, իջեցրեցինք բան։ Մեզ համար սրանք սովորական են, բնական են։ Շատերի համար դա բան չի, այսինքն բնական վիճակ չի, ընդհակառակը։ Այդ պահին, երբ որ դու զբաղված ես այդ Մանկասալյակը երկու ձեռքի հետ զբաղված է, կարող է գան կողքի պայուսակը գողանան տանեն։ Եվ դա է բնականը։ Եվ շատ այսպես կոչ առաջադիմական երկրներում հեռախոսը ձեռքիդ նկարում ես, գալիս է մոտոցիկլետով կամ հեծանիվով հեռախոսը ձեռքից փախցնում ու տանում է։ Մեր մոտ այս բաներ չկա եւ լիքը լավ բաներ կա։ Այնպես որ ես չեմ ընդունում այն մարդկանց հորետեսական, ինքնա ոչնչացնող, ինքնա խարազանող
դրսևորումները, որ հաճախ հանդիպում ենք։ Սա ինչի համար է արվում։ Սա արվում է, որպեսզի իշխանության մեղքերը ժողովրդի վրա բարդվի։ Այս ժողովուրդն է մեղավոր, ժողովուրդն է ընտրում իր նման, ժողովուրդը ոչ բանել չի կարող ընտրի։ Չի կարողանում ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարի, որտեղ կրկնում եմ, երբ որ իշխանությունը գալիս է հեքիաթներ պատմում, իսկ դու հնարավորություն չունես այդ հեքիաթները դրա սխալականությունը բացահայտելու, բա ինքը ուրիշ ինչ պետք է ընտրի։ Էլի գալիս ենք նրան, որ միջազգային փորձը հաշվի առնելով եւ միջազգային աջակցությունը մենք պիտի ստեղծենք մի համակարգ, որտեղ ոչ թե իշխանավորը որոշի, այլեն կարծեմ մեր սահմանադրության 3-րդ հոդվածն ասում է իշխանությունը պատկանում է ժողովրդին, որ իսկապես ժողովուրդը որոշի, իսկ ժողովուրդը, կրկնում եմ, ինքը շատ բարձր բարոյական, կազմակերպական նաև հատկություններով ժողովուրդ է։ Հայերը գոյատևման երևի աշխարհի թիվ 1 ժողովուրդն են։ Ոչ ոք չի կարող գոյատևման հարցում մրցել հայերի հետ, իրենք ոնց կարան գոյատևեն ծանր պայմաններում։ Ուրիշ բան, երբ որ այ որ տալիս ես իշխանություն եւ պետություն, արդեն այդ փորձը չունեն լավ պետություն կերտելու, ճիշտ իշխանություն ունենալու, որտեվ մենք վերջի 1000 տարին մեր խնդիրը գոյատևումն է եղել եւ ոչ թե պետության պաշտպանելը։ Բայց այստեղ էլ գալիս ենք իմ նախորդ հարցերից պատասխաններից մեկը, որ ոլորտ առ ոլորտ աշխարհի լավագույն փորձը պիտի վերցնենք, տեղայնացնենք ու ներդնենք Հայաստանում։ Ինչ խորհուրդ կտաք այն դեռահասներին, ովքեր պատրաստ են պայքարել արդարության համար։ Խորհուրդ կտամ չվհատվել, պայքարել, անգամ դառը փորձը, անգամ բացասական փորձը էլի շատ օգտակար է։ Հատկապես դեռահասության ժամանակ է օգտակար։ Գիտեք, ես առաջին անգամ դեռահաս չէի, այսինքն հասուն մարդ էի, 27-28 տարեկան էի, երբ որ ես իմ առաջին այսպես ասած պարտությունը կրեցի։ Լայն, այսինքն մինչև այդ ես եւ աշակերտության, եւ ուսանողության, եւ ասպիրանտության փայլուր ամեն ինչ այսպես գնում էր, եւ արտգործնախարարությունում նախարարը, ես համենը բաժնի վարիչ էի, ռզած իմ փոխարեն որոշում կասրեց, դա իմ համար բան էր, ինչ ասեմ, ծանր փորձություն, ոնց, այսինքն իմ կարծիքը հաշվի չառակ, ես եմ այս հարցերի պատասխանատուն եւ այլն, եւ ես իհարկե քայլ արեցի, իրաժարական տվեցի, բայց այդ պարտությունը ինձ համար ոնց որ ասած առաջի փորձն էր։ Հիմա ասած հետեւյալն է, որ այո, դեռահասները պիտի մտնեն, պիտի պայքարեն, պիտի վատվեն, պիտի պարտվեն, պիտի սխալանեն։ Դա եթե այդ ժամանակ այդ փորձը ձեռք չբերեն, մեծ տարիքում վստահ եղեք, շատ ավելի ծանր կլինի եւ իրենց համար եւ հասարակության համար այս փորձերը։ Գիտեք, երբ որ տարիքային սահմանափակում կա, չէ, շատ երկրներում, մեզ մոտ էլ 35-ից վերև պիտի լինես, որ ասենք բան լինես, նախագահ լինես եւ այլն, եւ այդ փորձը ինչի է, դա պատահական չի, վստահեցնում եմ ձեզ, որ դա արած այդ տարիները, որտեղ դու փորձ ես ձեռք, դա շատ կարեւոր է եւ ինչքան ոնց որ ասած դեռահասության տարիներից շուտ կսեն, այնքան լավ այդ փորձը, որովհետեւ սխալից երկու բան է սովորում միանգամից, որ դա սխալ է եւ ինչն է ճիշտը։ Ճիշտից մենակ մի բան է սովորում, որ դա ճիշտ է, բայց իրանք չգիտեն սխալի հետևանքները։ Դա համար ավելի լավ է սկսել վաղ տարիքում, անցնել այդ ամբողջի միջոցով, հոգեբանորեն ամրանալ, էլի շատ կարևոր է, չկոտրվելու համար շատ կարևոր է, ընդունել, որ կյանքը միայն հաղթանակներից չի, կյանքի մեջ կարող են դժվարություններ եւ պարտություններ, գիտակցել, որ ամեն ինչ անցողիկ է եւ ժամանակավոր է, անգամ եթե ինչ-որ երկար ժամանակ, ամիսներ եւ տարիներ չի ստացվում, ծախողում ես, էլի պետք չի վատվել։ Աշխարհը լիքն է օրինակներով, աշխարհի շատ մեծամեծներ, շատ մեծահարուստներ, տարիներ շարունակ, չգիտեմ, 1000 անգամ մի բան են փորձել, 1000 անգամ, ոչ թե ես թիվ եմ ասում, ոչ թե այսպես վերացական, գեղարվեստական փորձել են, չի ստացվել է։ Կարևորը լինել նպատակասլաց, փորձել եւ հաստատ հաջողությունը միշտ կա։ Ձեր կարծիքով, ինչպես պետք է արտահայտվի ժամանակակից հայրենասիրությունը։ Հայրենասիրությունը միշտ էլ արտահայտման տարբեր ձևեր է ունեցել եւ պարտադիր չի դրա մասին
հայտարարել եւ, չգիտեմ, երևացող լինի։ Օրինակ, գիտեք, սահմանամերձ գյուղում ապրող 3 երեխա մեծացնող, սեփական տնտեսությունը, ասենք հողամասը մշակող, ինչ որ մի աշխատանք անող մարդը կարող է ինքը չգիտակցել, բայց ինքը հայրենասեր մարդ է։ Ինքը իր ընտանիքի համար անելով ինքը հայրենասեր է, կարող է դրսևորումն ունենա։ Մեկը կարող է լավ դաշնակահար լինի եւ գնա աշխարհի լավագույն բեմերում իշարս, չգիտեմ, հայտնի օտարերկրյա կոմպոզիտորների 1-2 հայկական հեղինակի կամ ժողովրդական երաժշտի հնչեցնի, որը մենք տեսնում ենք։ Երրորդը կարող է, ասենք, զինվորական ծառայության մեջ հայրենասիրությունը արտահայտի եւ այլն։ Իսկ հայրենասիրությունը տարբեր դրսևորումներ կարող է ունենալ, այստեղ պիտի հասկանալ հայրենասիրությունը, այսինքն հայրենիքի համար եթե դու մի բան անում ես, ուրեմն հայրենասեր ես։ Ես շատ եմ սիրում եւ իմ գրքերից մեկի անունն էլ այդպես է, Նժդեհի կարծում եմ ստեղծած, որ իր կողմից շատ կիրառվող հայրենատիրություն բառը։ Հայրենատիրություն, այսինքն դու սիրում ես Տեր կանգնելով քո երկրին, այդ իմ ասած ոլորտների մեջ։ Իսկ եթե դու մի բան ես անում, Տեր ես կանգնում, որովհետև հայրենիքը մի բան է, որ դու միաժամանակ այդ հայրենիքի եւ զավակն ես եւ Տերը։ Միաժամանակ այդ վիճակն է։ Զավակն ես, որտեվ քո երկիրն է, դու ծնվել ես, մեծացել ես, դու այդտեղ, ինչ ասեմ, ամեն մի քարը քեզ ծանոթ է եւ շատ այդ ամբողջը բան է, բայց դու միևնույն ժամանակ Տեր ես կանգնում այդ ամբողջին։ Դրա համար ամեն մարդ կարևոր է իր մեջ այդ մղումն ունենա եւ փորձ անի հայրենիքի համար ինչ որ մի բան անել։ Եվ վստահեցնում եմ ձեզ, եթե դու հայրենիքը չենացնում ես, այն դարձնում ես բարեկեցիկ ու ապահով, դու նաև դրանով քո ապագան ես լավացնում։ Որտեղ են մարդիկ ապրում ավելի երջանիկ, ապահով, այն երկրներում, որտեղ որոնց հայրենիքը իսկապես այդպիսին է։ Որովհետև դժբախտ, անապահով, աղքատ երկրում նորմալ մարդը չի կարող երջանիկ լինել։ Անկամ եթե ինքը անձնապես լավ է, դու անձնապես, չգիտեմ, մեծ փողեր ունես, մեծ հնարավորություն, դու անձնապես լավ ես ապրում, բայց դու նորմալ մարդ ես, դու չես կարող երջանիկ լինես, հայրենիքը դժբախտ է, շրջապատդ հաճախ աղքատ է, երկիրդ, ինչ ասեմ, վտանգի տակ է, դա չի լինում։ Իսկ այն մարդիկ, ովքեր այսօր մի քիչ Ֆինլանդիայի մասին շատ խոսացինք եւ Ֆինլանդիա օրինակը բերեմ, ասենք այն մարդիկ, ովքեր ապրում են երկրում, որտեղ օրինակ Ֆինլանդիայում չկա ծայրահեղ այդ հարստություն ու աղքատություն, դարերով մշակած այլ, այսինքն մոտեցումը ամենաերջանիկ հարցուն ամենաերջանիկ ժողովուրդն են, ինչի՞, որտեղ իրենք եկել են մի վիճակի, որ երջանիկ լինելու համար պետք է որոշակի բարեկեցության մակարդակ, ապահով բարեկեցիկ երկիր։ Ինչպես էլի Ջոբսին հիշենք, Ջոբսն ասում էր հարստությունը ի վերջո փաստ է, որին ես արդեն վարժվել եմ եւ դա ինձ երջանկություն չի տալիս։ Դա փաստ է, որ ասենք կամ թվաբանություն է, ինչ որ մի հաշիվ է, որովհետեւ վստահեցնում եմ, դες կա մի գիծ, որից այնքան փողը դեր չի խաղում։ Դա արդեն թվաբանության է վերածվում։ Տարբեր երկրում տարբեր են, մի երկրում կարող է 10 միլիոն լինի, մի երկրում կարող է միլիարդ լինի, բայց հաստատ ասենք միլիարդից վերև, էլի մի օրինակ բերեմ, բան կա, Բաֆե, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, American Express-ի եւ այլ բանը, ինքը 28 միլիարդ դոլար բարեգործության համար նվեր տվեց հենց բանի Գեյթսի հիմնադրամին, երկու աղջիկ մի տղա ունի։ Ու աղջիկը տղա հարաբերական է, էլի արդեն 40-ից մարդիկ են 50-ի մոտ, ամեն մեկին տվեց $1 միլիարդ եւ $1 միլիարդ էլ տվեց, որ բարեգործություն անի։ Երբ որ իր տղան իմիջիայլոց լուսանկարիչ է, Նյու Յորքում աղա սիրում է լուսանկարներ անել, այսինքն
բիզնեսից հեռու Էֆիան հարց տվեցին, բա դու որպես միակ, այսպես ասած, ժառանգ այդ 28 միլիարդի վատ չզգացիր, երբ որ հայրդ ու նվիրեց բարեգործության։ Ասես չէ, գիտեք, միլիարդը այն փողն է, որ անիմաստ է դրանից ավելի շատ ունենալ, որտեղ միևնույնն է, ես չեմ հասցնում անգամ տոկոսները ծախսել, դրա ինչքան գալիս է, այսինքն դրա համար։ Իմ ասածը դա որ այդ հայրենասիրությունը հետևյալն է։ Դու երկիրդ ստեղծում ես այդ տեր ես կամ հայրենատիրությամբ մի վիճակի եւ միևնույն ժամանակ դու քո համար ես ամեն ինչ անում, որտեվ բարեկեցության որոշակի մակարդակից հետո իմ ամեն մարդ չի որ այդ միլիարդն է բարեկեցությունը, բայց որոշակի մակարդակից հետո այդ ամբողջը դառնում է զուտ շատ ավելի թվաբանության հարց։ Ու ես չեմ կարողանում հասկանալ որոշ թալանչի մեծահարուստների Հայաստանում, որոնք շարունակում են իրենց թալանը, հաճախ բանակի հաշվին, հաճախ սեփական երկրի անվտանգության հաշվին, այն դեպքում երբ որ լավ գիտեն, որ դա միևնույնն է, դու կունենաս 219 սեփականություն, թե 319 սեփականություն, քո կյանքի բարեկեցության վրա դա չի հասնելու, դա պարզապես թվեր են։ Ինչ է այս առաջիկա ընտրությունները դարձնում վճռորոշ Հայաստանի համար։ Բացառիկ ծայրահեղ ծանր վիճակը, մենք կանգնած ենք ճամփաբաժանի առջև եւ մեր թշնամիները արդեն հայտարարել են պաշտոնապես իրենց ծրագրերը մեր երկրի վերաբերյալ, ատամները սրած սպասում են, թե ինչ պիտի անեն։ Ես չեմ ուզում իմ երկիրը դառնա թուրք-ադրբեջանական պրոտեկտորատ եւ վիլայետ, իսկ Նիկոլ Փաշինյանը երկիրը դրան է տանում, ցանկացած անձի այստեղ քննարկելու արժի, թող գան նստեն թվերով, փաստերով իրողությունները, ես կապացեմ, որ երկիրը տանում է ներկա իշխանությունը թուրք-ադրբեջանական պրոտեկտորատ վերածելու։ Դրա համար չեք ուզում այդպիսի երկիր, նախ առաջին հերթին տվեք ձերքվեն ազգային ժողովրդավարական բևեռին, որովհետև մենք ազգային արևմտամետ ուժ ձեզ բերելու ենք ժողովրդավար երկիր, հզոր երկիր, այսինքն այն ինչ որ շատերը գնում են եւ արևմուտքում ման են գալի որ գտնեն ու Միացյալ Նահանգներում, մենք այդ բերելու ենք Հայաստան, իրենց օգուտության եւ այլն, բայց նաեւ ազգային այդ միջուկը մնալու է, ազգայինը մնալու է, եւ թող չասեն այն մարդիկ, որ հնարավոր չի։ Կորեայի օրինակը կա, Ճապոնիայի օրինակը կա, այսինքն երբ որ կարելի է անել խորքի մեջ ասում բովանդակությամբ ազգային ձևով արևմտյան հասարակությունները։ Հետևաբար կրկնում եմ, ինքը վճռորոշ է, որովհետեւ սա ոչ թե իշխանության ընտրության հարց է, այլ Հայաստանի ապագայի ընտրության հարց է։ Որն է այսօր ամենամեծ վտանգը հայաստանյան քաղաքական դաշտում։ Խաբեությունը, պատրանքը, որը վարպետորեն կարողանում է իշխանությունը կիրառել։ Ինչու է կարողանում կիրառել։ Որովհետև ցանկացած մարդ հակված է լսելու լավը եւ դրականը։ Այսինքն որ ասում ես ես խաղաղություն եմ բերում, մարդիկ ուղեղներն անջատում են։ Եվ եթե դու փորձում ես բացատրել որ այդպես չէ, ասում ես կռում ես, չես ուզում որ խաղաղություն լինի եւ այլն, որովհետեւ չեն ուզում վատը լսել։ Այսինքն ես մի ճանաչում էի մեկին, որ ասում էր ես չեմ գնա բժշկի մոտ, որովհետեւ գնամ բժշկի մոտ հիվանդություն գտնեն մեջս։ Ինքը ունի այդ հիվանդությունը, բայց իրան ավելի լավ է ինքը չիմանա եւ գոնե ինչքան պիտի ապրի, ավելի քիչ պիտի ապրի, բայց գոնե այդ զգացողությամբ ապրի։ Հիմա նույնը քաղաքականության մեջ է։ Իշխանությունը լավ բաներ է ասում, լավ խոստումներ է տալիս։ Իրենք չեն ուզում խորանալ, որ այդ ամբողջը գուցե եւ տարիների հարց է։ Հետո շատ ավելի վատն է լինելու, որովհետեւ հակառակ դեպքում իրենք պիտի գիտակցեն, որ վիճակը վատ է, եւ իրենք պիտի պարտավորված լինեն ինչ որ մի բան անելու։ Այդ նախորդ հարցերի մեջ որ խոսում էինք, այսինքն այդ նույն հայրենասիրություն, նույն երիտասարդության ընդգրկում այս քաղաքական կյանքի մեջ, նույն աղջիկների եւ կանանց, այսինքն
Այդ պիտի անես։ Իսկ այս վիճակը ծեր է տալի, այդ նման մարդկանց համար, անտարբեր մարդկանց համար հարմար է։ Ամեն ինչ բարդել իշխանության վրա, ասել հենց ասես լավ է լինելու, դե լավ կապրենք մեր համար, վերջնել չի ստացվի, ասեն դե լավ, հիմա չստացվեց, մեր մեղքը չի, ուրիշի մեղքն է, ուրիշի մեղքը չի, ձեր մեղքն է։ Ձեր մեղքն է, որտեղ երբ որ ձեզ տրվում է ընտրություն այլընտրանքთან չէր ասվում։ Դեք հաճախ այսպեսի աստվածաբանության մի մեջ հարց կա, եթե ասում են դե Աստվածը տնօրինում մարդկային ճակատագիրը, հետևաբար այն ինչ որ մարդ անում, անգամ վատ բան է հանցագործությունը, ուրեմն Աստծո կամքով է։ Այդպես չի։ Դեռևս 5-րդ դարի հայ փիլիսոփա Եզնիկ Կողբացին իր եղծ աղանդոցի մեջ ասում էր հետևյալը. Աստված մարդուն տվել է ազատակամություն, որ ինքը ազատ կամքով ընտրի չարը եւ բարին, որպեսզի երբ որ գա վերջին դատաստանը, իր ընտրության համապատասխան ինքը պատասխան տա։ Այսինքն մարդը ընտրության հնարավորություն ունի։ Ճիշտ է, որտեվ եթե մարդ չունենար այդ չար ու բարի միջև ընտրությունը, կասեր ես ինչով եմ մեղավոր։ Դա Աստվածը կամեցել, ես չարն եմ ընտրել եւ այլն։ Այ հիմա այս շղճանը այսպես է, վճռոց շղճան ենք ապրում։ Ժողովուրդ, քեզ տրված է այս ազատակամությունը։ Իմիջիալուց ասեմ, որ ազատակամություն բառը շատ ավելի լավ բառ է արտահայտելու իսկական ժողովրդավարություն, քան ժողովրդավարություն կոչեցվածը։ Որտեղ ժողովրդավարությունը մի տեսակ խմբակային բան է, իսկ ազատականությունը մի մարդուց է կապված, ասենք ամեն մարդ իր կամքով ինքն է ընտրում, ինքն էլ պատասխան է տալի։ Հիմա նույնը ժողովուրդ ջան, դուք եք ընտրում։ Ձեր կամքին եւ գիտելիքին համապատասխան ընտրեք, բայց լավ իմացեք, որ դուք եք պատասխան տալու ձեր ընտրության առջև։ Պատասխան եք տալու ձեր եւ ձեր զավակների կյանքով, գուցե եթե հանդերձյալ աշխարհ կա, նաեւ պատասխան եք տալու Աստծո առաջ, երբ որ բարի եւ չարի ընտրության մեջ դուք ընտրեցիք չարը, որտեղ մտածեցիք, որ կարճաժամկետ առումով դա ձեզ ավելի շահաբեր է։ Այսօր գաղափարական պայքար կա, թե պայքարն ընթանում է միայն անհատների միջև։ Եվ կա եւ չկա։ Որոշ կուսակցությունների համար, մասնապես ազգային ժողովրդական բևեռի համար այդ գաղափարական պայքարը կա, որտեղ մենք հստակ գաղափարներ ենք առաջադրում, պայքարում ենք դրա համար, պայքարում ենք դրա համար։ Շատերը կրկնօրինակում են, որտեղ միգուցե համաձայն են, շատերը կրկնօրինակում են, որտեղ հանձնարարական են ստացել շփոթություն մարդկանց մտքերի մեջ դնելու, այսինքն եթե նույն միտքը երկու կուսակցություն արտահայտում գրեթե բառերով, հետեւաբար շատերի համար ինչ տարբերություն քվենում կտան, դա քվեները կիսելու ձևա եւ այլն։ Բայց մեծ առումով ցավոք սրտի պայքարը ընտրությունը գաղափարական չէ։ Պայքարը, ասենք, իշխանությունն է, որը պարզապես իշխանություն է։ Եվ կա միշտ ինչ-որ մի թվով մարդկանց, անկախ ով է իշխանության, ինքը իշխանությանը քվետվող է, եւ կա, ասենք, ընդդիմության մի թև, որոնց ոչ թե գաղափարի համար են քվետալու, այլ տալու այն ակնկալիքով, որ ինչ-որ անձնական շահագրգռությունն է։ Դա չի նշանակում, որ իրանց ինչ-որ մի բան են տալիս, որ քվեարկեն, չէ, թե ենթագիտակցաբար ասում այս մարդը շատ ունի, ուրեմն շատ էլ կարա տա հետո թեկուզև։ Որոնք կլինեն ձեր առաջին 3 քայլերը իշխանության գալու դեպքում։ Ցանկացած երկրի համար առաջնայինը անվտանգության հարցն է։ Այսինքն երկիրը պիտի որպես երկիր, որպես հասարակություն անվտանգ լինի, հետո որ մնացածը ածանցվի։ Շատեր օրինակ սոցիալական հարցերն են առաջ մղում, բայց պատմությունը ցույց է տալիս, որ դրանք ածանցյալ են։ Եթե դու չես լուծում անվտանգության հարցը, սոցիալական հարցերը երբեք չի լուծվի կամ այդ ամբողջը պարապ ծախսվի, կգնա, կմնա թշնամուն եւ այլն։ Ուրեմն անվտանգության հարցը։ Անվտանգությունը ինքը ունի բաղադրիչներ։ Մի բաղադրիչը դա պաշտպանական անվտանգության հարցն է։ Ես արդեն իմ խոսակցության ժամանակ, պատասխանների ժամանակ նշեցի, որ պիտի արմատապես փոխվի երկրի պաշտպանունակությունը,
այդտեղ մենք գտնում ենք, որ Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրի կարգավիճակ պիտի ձեռք բերենք, այդ ամբողջը պիտի բանակցվի, ստորագրվի Միացյալ Նահանգների հետ։ Դա հնարավոր է անել ամիսների ընթացքում, դա տարիների հարց չի, որը մեր ռազմական, պաշտպանական անվտանգությունը կուժեղացնի։ Մյուս հարցը, երկրորդ հարցը, դա երկրի տնտեսության հիմնարար շատ կարևոր բաների ամրացումն է։ Եվ սրա մեջ առանձնահատուկ դեր ունի, կարծում եմ, էներգետիկ համակարգը։ Այսօր տեսեք Ռուսաստանը փորձում է Հայաստանին ճնշել են պատճառով, որ ասում է գազը կկրտռեմ։ Իսկ դուք պատկերացրու եք, որ մենք ունենայինք ոչ թե այսօրվա 400 մեգավատանոց ատոմակայանը, այլ ինչպես օրինակ ժամանակին կանադացիք ու ճապոնացիք էին առաջարկում 1200 մեգավատանոց ատոմակայան, գրեթե անվճար էլեկտրականությամբ։ Մենք տներն էլ կջեռուցեինք դրանով, տնտեսությունն էլ կզարգացնենք եւ այլն։ Դրա համար ես կարծում եմ երկրորդ հարցը մենք պիտի վերադառնանք էներգետիկ անվտանգության խնդրին ճապոնացիների եւ կանադացիների հետ կանդու ռեակտոր, դիպուկ պրոցես եւ այլն։ Այդ այսինքն բան։ Եվ երրորդ հարցը ես կարծում եմ, որ դա կրթության հարցն է, որտեղ կրթությունը դասերտորեն առնչվում է դաստիարակության հետ եւ այլն, որտեղ ինչ եմ ասում դաստիարակություն, որտեղ ոչ միայն գիտելիքի հարց կա, այլ հայրենասեր հայ դաստիարակելու հարց կա։ Դա շատ կարևոր է, որտեղ եթե մենք պիտի այսպես դաստիարակենք աշխարհաքաղաքացիներ եւ այլն, ասենք հայ չլինեն, բա մեր տեսակը պետք է գնա կորի։ Այսօր ամբողջ աշխարհը պայքարում է նրա համար, որ ինչ որ մի ծաղիկ չոչնչանա, որտեղ աշխարհի բազմազանությամբ է, չէ՞ կարևոր այդ մնա այդ ծաղիկը։ Ինչ որ մի կենթանի է ոչնչանում, աշխարհը համախմբվում է, որ փրկեն այդ կենթանու տեսակին։ Տեսակի պահպանման խնդիր կա։ Բա հայ ժողովուրդը իր բազմահազար գոյության ընթացքում իր ստեղծած շատ հետաքրքիր գենետիկ համախմբման, որ այսինքն ինքը իր մեջ կրում է, մենք էլ անգամ չենք գիտակցում, գնալով ավելի է բացահայտում, որ հազարամյակների խորքից եկող տարբեր ժողովուրդների ու ցեղախմբերի, այսպես ասած, անփոփոխ գենը, որ մեծ ինֆորմացիա է կրում, կգա ժամանակ գիտությունն ավելի կզարգանա, կբացահայտի, բայց այդ տեսակը չպահենք, այդ մշակույթը, լեզուն, մեր եկեղեցին, որը քրիստոնեության մեծ ընտանիքի մասն է, բայց դա ինքնուրույն ազգային եկեղեցի է, իր բոլոր թերություններով հանդերձ։ Հետևաբար անվտանգություն, պաշտպանունակություն, տնտեսություն, խարսխված իր ինքնաբավ էներգետիկ համակարգի վրա, կրթություն եւ դաստիարակություն։ Այդ երեք ոլորտները առաջի քայլերը կանեի։ Այսքանով եզրափակում ենք մեր այսօրվա հանդիպումը։ Հուսով եմ, այս զրույցը ձեզ համար նույնքան օգտակար էր, որքան մեզ համար։ Շնորհակալություն Արա Պապյանին, մեր կողքին լինելու եւ մեր ձայնը լսելի դարձնելու համար։ Մնացեք խաղաղությամբ ու հիշեք, մեր ապագան մեր ձեռքերում է։ Ստեսություն։